Մեծ քաղաքի քաոսի մեջ հոգնած մի մայր որոշում է ձացնել, որ քաղցած չէ, դստերը կերակրելու համար։ Բայց անծանոթի լուռ մի ժեստ փոխում է ամեն ինչ, ոչինչ չպահանջելով։ Սկզբում միայն մեկ ափսե ուտելիք լինելով, այն դառնում է հնարավորություն երեք կոտրված սրտերի համար միասին վերակառուցվելու։ Առավոտյան լույսը ներս էր թափանցում արաբկիրի բնակարանի սպիտակ կտավե վարագույրների միջից, ոսկեգույն շերտեր գծելով բաց գույնի փայտե հատակին։ Մարիանան շտկեց բամբակյա զգեստը 6-ամսյա փորի վրայով, զգալով իր մեջ աճող կյանքի մխիթարական ծանրությունը։ Թարմ սուրճի բույր էր գալիս խոհանոցից, բայց տան լռության մեջ ինչ-որ բան այլ էր թվում այդ մարտի երեքշաբթի օրը։ Արմենն արդեն գնացել էր աշխատանքի, առանց նրան արթնացնելու, խոհանոցի սեղանին միայն կարճ գրություն թողնելով, որ կարոր հանդիպում ունի ուշ կվերադառնա։ Նա գրությունը բռնեց մատների արանքում, դիտելով ամուսնու շտապողական ձեռագիրը։ Այդ բառերում ինչ-որ մեխանիկական բան կար, մի սառնություն, որը չէր համապատասխանում այն մարդուն, ով սովոր էր սիրալիր հաղորդագրություններ թողնել, սրտեր նկարելով իր անվան շուրջ։ Մարիանան գլխով թափ տվեց, փորձելով ցրել իր կրծքի մեջ աճող անհանգիստ զգացումը։ Միգուցե դա պարզապես հղիության հորմոններն էին, մտածեց նա, թուղթը աղբամանը նետելով իրեն մի բաժակ կաթով սուրճ լցնելով։ Բնակարանը, որը նախկինում հարմարավետ էր թվում իր բաց գույնի կահույքով անկյուններում ցրված բույսերով, այժմ ծանր լռություն էր կրում։ Մարիանան քայլեց պատշգամբ հեռվից դիտեց լողափի շարժը։ Զույգերը քայլում էին քարե մայթով, շրջիկ վաճառողները տեղադրում էին իրենց կրպակները, ծովն անսահման էր տարածվում երանի կապույտ երկնքի տակ։ Ամեն ինչ նորմալ էր թվում դրսում, բայց նրա ներսում ինչ-որ բան փոխվում էր։ Վերջին 2 ամիսներին Արմենն իրենից հեռու տարբերակ էր դարձել։ Այն մարդը, ով 3 տարի առաջ այդքան ջերմորեն սիրահետում էր նրան, հաջողակ ճարտարապետը, ով բանաստեղծություններ էր արտասանում, երբ միասին էին պատրաստում, այժմ ընթրիքի ժամանակ հազիվ էր նայում նրա աչքերին։ Զրույցները մակերեսային էին դարձել, սահմանափակվելով գործնական հարցերով, երեխայի սենյակի վերանորոգման կամ վճարվելիք հաշիվների մասին։ Երբ նա փորձում էր ավելի խորը թեմաների անդրադառնալ, Արմենը շեղում էր հայացքը, ինչ-որ պատրվակ էր հորինում սենյակից դուրս գալու համար։ Մարիանան հիշեց, թե ինչպես էր ամեն ինչ այլ սկզբում։ Նրանք ծանոթացել էին Կասկադի մշակութային կենտրոնում կայացած արվեստի ցուցահանդեսում, երկուսն էլ կանգնած նույն աբստրակտ նկարի դիմաց, փորձելով վերծանել դրա իմաստները։ Արմենը զվարճալի մեկնաբանություն արեց կտավի ձերի մասին, նա ծիծաղեց, այդտեղից ակնթարթային կապ ծնվեց։ Հաջորդ ամիսներին նրանք անբաժան էին։ Նա տանում էր նրան, կոնդի թաքնված սրճարանները ցույց տալու, պիկնիկներ էր պլանավորում հաղթանակի զբոսայգում, մինչ ուշ գիշեր արթուն էր մնում, երազների վախերի մասին խոսելով։ Երբ նա ամուսնության առաջարկ արեց նրան, մի անձրոտ կեսօրին իրենց նոր գնած բնակարանի պատշգամբում, Մարիանան զգաց, որ վերջապես գտել է իր տեղն աշխարհում։ Հղիությունը պլանավորված էր, երկուսի կողմից էլ ցանկալի։ Մարիանան դեռ հիշում էր Արմենի արտահայտությունը, երբ նա ցույց տվեց դրական թեստը, նրա աչքերը փայլում էին հուզմունքից, նա այնքան ուժեղ էր գրկում նրան, որ Մարիանան ստիպված էր հիշեցնել նրան, զգույշ լինել։ Առաջին ամիսներին նա ուշադիր էր, ուղեկցում էր նրան բոլոր բժշկական այցելությունների ժամանակ, գրքեր էր կարդում հայրության մասին, արդեն ինքնուրույն հավաքել էր մանկական մահճակալի կեսը։ Բայց ինչ-որ բան փոխվեց այն բանից հետո, երբ նա մտավ երկրորդ եռամսյակ։ Սկզբում հանդիպումներն էին, որոնք ավելի ու ավելի էին ձգձգվում։ Արմենը մեծ շինարարական ընկերությունում էր աշխատում, որը մասնագիտացած էր բարձրակարգ նախագծերում, միշտ լարված առօրյա ուներ։ Բայց հիմա նա տնից դուրս էր գալիս առավոտյան ժամը 7-ից առաջ, վերադառնում էր երեկոյան 10-ից հետո, միշտ նույն հոգնած պատճառաբանությամբ, խիստ ժամկետների պահանջկոտ հաճախորդների մասին։ Երբ նա առաջարկում էր, որ նա մի փոքր ավելի քիչ աշխատի, գոնե մինչ երեխայի ծնվելը, նա պաշտպանողական էր դառնում, փոխում թեման։ Հետո եկան հեռախոսազանգերը։ Արմենը միշտ պատասխանում էր բջջային հեռախոսին այլ սենյակում, ցածր ձայնով խոսելով, մի ձայնով, որը նա չէր ճանաչում։ Երբ նա հարցնում էր, թե ով է, նա անորոշ պատասխանում էր, որ աշխատանք է, միշտ աշխատանք։ Բջջային հեռախոսն այժմ գաղտնաբառ ուներ, ինչը երբեք չի եղել նրանց միջ։ Մարիանան փորձեց շատ չմտածել այդ մասին, բայց անվստահությունը սկսեց աճել նրա սրտում, ինչպես մոլախոտ։ Նախորդ շաբաթ ինչ-որ կոնկրետ բան էր գրավել նրա ուշադրությունը։ Կիրակի կեսօր էր, Արմենը բազմոցին քնած էր, բջջային հեռախոսը կողքին։ Մի ծանուցում լուսավորեց էկրանը, Մարիանան, ով անցնում էր մաքուր հագուստի զամբյուղով, չկարողացավ չտեսնել։
Դա կարճ հաղորդագրություն էր, միայն մեկ տառ, որին հաջորդում էր կարմիր սրտի էմոջի։ Նրա ամբողջ մարմինը սառեց։ Արմենը արթնացավ վայրկյաններ անց, արագ վերցրեց հեռախոսը, դուրս եկավ սենյակից, առանց բացատրությունների։ Այդ ժամանակից ի վեր Մարիանան չէր կարողանում դադարել մտածել այդ հաղորդագրության մասին։ Ո՞վ էր այդ մարդը այդ սկզբնատառի հետում։ Ինչու՞։ Պետք է սիրտ ուղարկեր իր ամուսնուն։ Նա փորձեց խոսել Արմենի հետ այդ գիշեր, բայց նա հավաստիացրեց, որ դա պարզապես աշխատակից էր, ով հաղորդագրություն էր ուղարկել, տոնելով պայմանագրի կնքումը։ Բացատրությունը կեղծ էր թվում, փորձված, բայց Մարիանան չուներ համարձակություն նրան անմիջապես առերեսվելու։ Դեռ ոչ։ Հիմա, պատշգամբում կանգնած, ձեռքերի մեջ սառչող սուրճի բաժակով, Մարիանան սրտխառնոցի ալիք զգաց, որը ոչ մի կապ չուներ հղիության հետ։ Նրան պատասխաններ էին պետք։ Նա չէր կարող շարունակել ապրել կասկածների կիսաճշմարտությունների այդ անորոշության մեջ։ Երեխան արժանի էր ծնվելու վստահության վրա կառուցված տանը, ոչ թե գաղտնիքների վրա։ Նա որոշեց, որ կգնա այն շինարարական ընկերություն, որտեղ Արմենն էր աշխատում։ Ոչ թե տեսարան ստեղծելու համար, այլ իր աչքերով տեսնելու համար, թե արդյոք նա իսկապես այնքան զբաղված էր, որքան պնդում էր։ Միգուցե դա պարանոյա էր, միգուցե դրանք պարզապես հղի կնոջ նորմալ վախերն էին, բախվելով այդքան մեծ փոփոխությունների։ Բայց նրան պետք էր իմանալ։ Մարիանան արագ լողացավ, բարձր գոտկատեղով տաբատ հագավ լայն բլուզ, որը մի փոքր քողարկում էր որովայնը, դուրս եկավ բնակարանից։ Մարտի շոգը երանում խեղդող էր, նա զգաց, թե ինչպես է քրտինքը սկսում առաջանալ իր ճակատին, մինչ նա սպասում էր վերելակին։ Տաքսիում նա դիտում էր, թե ինչպես է քաղաքն անցնում պատուհանից, արաբկիրի մարդաշատ փողոցները տեղը զիջում էին Դավթաշենի կորպորատիվ շենքերին։ Շինարարական ընկերությունը գտնվում է ժամանակակից, հայելապատ ապակե շենքում, հսկայական նախասրահով, զարդարված արադարձային բույսերով, կենտրոնում ջրի շատրվանով։ Մարիանան ներս մտավ արագացած սրտով, մոտենալով ընդունարանին։ Ընդունարանի աշխատակցուհին, անթերի հանգույցով հավաքված մազերով մի երիտասարդ կին, քաղաքավարի ժպտաց հարցրեց, թե արդյոք կարող է օգնել։ Նախքան Մարիանան կկարողանար պատասխանել, նա լսեց Արմենի ձայնը կողքի միջանցքից։ Բնազդաբար, նա թաքնվեց։ Մարմարյա սյան հետում, դիտելով։ Նրա ամուսինը քայլում էր մի բարձրահասակ կնոջ կողքին, երկար ուղիղ մազերով, կրելով անթերի կարված մոխրագույն կոստյում։ Նրանք ցածր ձայնով էին խոսում, ինչ-որ մտերմություն կար նրանում, թե ինչպես էր կինը դիպչում նրա ձեռքին, ինչպես էր նա խոնարհվում, լսելու նրա ասածը։ Մարիանան զգաց, թե ինչպես է գետինն անհետանում իր ոտքերի տակ։ Նրանք միասին մտան վերելակ, չնկատելով նրա ներկայությունը։ Մարիանան կանգնած մնաց այնտեղ, անկարող շարժվելու, անկարող մարսելու այն, ինչ նոր էր տեսել։ Դա ոչ միայն ֆիզիկական մտերմությունն էր, այլ նա նրանց միջմարմնի լեզուն, հեշտությունը, մեղսակցությունը։ Այդպես էր Արմենը սովորաբար իրեն պահում նրա հետ հարաբերությունների սկզբում։ Դողացող ոտքերով Մարիանան դուրս եկավ շենքից, աննպատակ քայլեց Դավթաշենի փողոցներով։ Արցունքները սկսեցին հոսել, առանց նրա վերահսկողության, մշուշելով նրա տեսողությունը։ Մարդիկ շտապում էին, անտարբեր այն լուռ փլուզմանը, որը տեղի էր ունենում նրա ներսում։ Նա նստեց հրապարակի նստարանին, գրկելով իր որովայնը, կարծես կարողանար երեխային պաշտպանել այն ցավից, որը զգում էր։ Հիշողությունները սկսեցին ներխուժել նրա մտքի մեջ, անողոք ալիքների պես։ Արմենը նախաճաշ էր պատրաստում նրա համար անձրոտ կիրակի օրը, սենյակում վարդի թերթիկներ էր ցրում։ Նրանք երկուսն էլ ոտաբոբիկ պարում էին հյուրասենյակում, բոսանովայի հնչյունների ներքո, ծիծաղելով ռիթմին հետելու իրենց անհարմար փորձերի վրա։ Այն գիշերը, երբ նա ծնկի իջավ նրա առաջ, մատանին ձեռքին, հավերժական սեր խոստանալով, ասելով, որ նա այն կինն է, ում միշտ սպասել էր գտնելու։ Ինչպես կարող էին բոլոր այդ խոստումները վերածվել սրա։ Մարիանան սրբեց արցունքները, փորձեց խորը շունչ քաշել։ Նրան պետք էր ուժեղ լինել, երեխայի, իր համար։ Բայց ցավը ֆիզիկական էր, ճնշում կրծքի մեջ, որը դժվարացնում էր յուրաքանչյուր շունչը։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, զանգահարեց միակ մարդուն, ում լիովին վստահում էր, իր եղբորը, Ռաֆայելին։ Ռաֆայելը պատասխանեց երրորդ զանգից հետո, նրա ձայնը մտահոգ էր, նկատելով նրա տոնը։ Նա ապրում էր կենտրոնում, մի քանի րոպե հեռավորության վրա, պնդեց, որ նա անմիջապես գա իր բնակարան։ Մարիանան համաձայնեց, շնորհակալ լինելով, որ ինչ-որ մեկը կար այդ պահին նրան աջակցելու։
Ռաֆայելի բնակարանում նա վերջապես կարողացավ խոսել այն ամենի մասին, ինչ զգում էր կասկածների շինարարական ընկերությունում տեսած տեսարանի մասին։ Ռաֆայելը, հետաքննող լրագրող Ստի նկատմամբ սուր բնազդով, ուշադիր լսեց, նրա արտահայտությունն ավելի ու ավելի լուրջ էր դառնում։ Նա բռնեց քրոջ ձեռքը, խոստացավ, որ կօգնի նրան բացահայտել ճշմարտությունը, բայց խնդրեց, որ նա հանգիստ զգույշ լինի, հատկապես երեխայի պատճառով։ Երբ Մարիանան վերադարձավ տուն կեսօրին, Արմենը դեռ չէր եկել։ Նա մեխանիկորեն ընթրիք պատրաստեց, իրեն զգալով որպես դերասանուհի, ով երջանիկ կնոջ դերն է խաղում մի ներկայացման մեջ, որն այլս իմաստ չուներ։ Երբ նա վերջապես եկավ, գրեթե երեկոյան ժամը 9 էր։ Նա ներս մտավ իր սովորական հոգնած արտահայտությամբ, պայուսակը նետեց բազմոցին անմիջապես գնաց լողանալու, առանց նույնիսկ պատշաճ կերպով ողջունելու նրան։ Ընթրիքի ժամանակ Մարիանան լուռ դիտում էր նրան։ Արմենը շեղված էր ուտում, յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ ստուգելով իր բջջային հեռախոսը։ Նա ուզում էր բղավել, ուզում էր ափսեն պատին նետել, ուզում էր պատասխաններ պահանջել։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան լուռ մնալ, պարզապես դիտելով այն անծանոթին, ում վերածվել էր իր ամուսինը։ Այդ գիշեր, նրա կողքին անկողնում պառկած, Մարիանան լսեց Արմենի կանոնավոր շնչառությունը, գիտեր, որ նա քնած է։ Նա, սակայն, արթուն մնաց մինչ լուսաբաց, նայելով առաստաղին, զգալով երեխայի շարժումները իր մեջ, մտածելով, թե ինչպես էր ամեն ինչ հասել այդ կետին։ Հաջորդ օրերը ձգձգվեցին մեխանիկական ցավոտ առօրյայում։ Մարիանան մենակ էր արթնանում, մենակ էր սուրճ խմում, ժամերն անցկացնում էր, փորձելով միտքը զբաղեցնել երեխայի գալուստի նախապատրաստություններով։ Բայց այժմ ամեն ինչ դատարկ էր թվում, զրկված այն իմաստից, որ պետք է ունենար։ Յուրաքանչյուր ծածկոց, որ ծալում էր, յուրաքանչյուր հագուստ, որ դասավորում էր մանկական սենյակի կոմոդի մեջ, ամեն ինչ կրում էր անպատասխան հարցի ծանրությունը։ Այս երեխան կմեծանա ամբողջական ընտանիքում, թե կաճի ավերակների մեջ։ Ռաֆայելը գրեթե ամեն օր այցելում էր նրան, շուկայից թարմ մրգեր ընկերակցություն բերելով։ Նա 3 տարով փոքր էր Մարիանայից, բայց միշտ պաշտպանողական հասունություն էր ցուցաբերում քրոջ նկատմամբ։ Այն բանից հետո, երբ 5 տարի առաջ նրանց ծնողները մահացան ավտովթարից, նրանք ավելի մտերիմ դարձան, կորստի ցավը տանելու համար միմյանց վրա հույս դնելով։ Ռաֆայելը երբեք ամբողջությամբ չէր սիրել Արմենին, թե միշտ հարգում էր քրոջ ընտրությունը։ Այժմ, տեսնելով նրան տառապելիս, նա հազիվ էր կարողանում քողարկել այն արամարանքը, որը զգում էր իր փեսայի նկատմամբ։ Մի հինգշաբթի կեսօրին, մինչ նրանք մարակույայի հյութ էին խմում Մարիանայի բնակարանի պատշգամբում, Ռաֆայելը առաջարկեց, որ նա մասնավոր հետախույզ վարձի։ Սկզբում նա դիմադրեց գաղափարին, զգալով, որ դա կլինի ամուսնու գաղտնիության խախտում, վերջնական ընդունում, որ նրանց միջ վստահությունը լիովին քանդված է։ Բայց Ռաֆայելը պնդեց, որ նրան պետք են կոնկրետ փաստեր, ոչ միայն ենթադրություններ, անհանգստություն։ Եթե Արմենը անմեղ էր, հիանալի էր, նրանք կարող էին աշխատել վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Բայց եթե իսկապես ինչ-որ բան էր կատարվում, նրան պետք էր իմանալ իրավիճակի մասշտաբը, նախքան որևէ որոշում կայացնելը։ Մարիանան ամբողջ գիշեր մտածեց եղբոր առաջարկի մասին։ Անկողնում պառկած, խորը քնած Արմենի կողքին, նա տեսավ իրեն սուզվող ավելի երջանիկ ժամանակների հիշողությունների մեջ, կարծես նրա ուղեղը հուսահատորեն ապացույցներ էր փնտրում, որ այդ ամենը սխալ էր, մի թյուրիմացություն, որը կարող էր շտկվել։ Նա հիշեց ամուսնության առաջին տարին, երբ դեռ ապրում էին Էրեբունիում ավելի փոքր բնակարանում։ Արմենը աշխատանքից գալիս էր նրան գտնում խոհանոցում, փորձելով հետել որոշ բարդ բաղադրատոմսի, որը տեսել էր ինտերնետում։ Նա գրկում էր նրան հետից, համբուրում էր պարանոցը, ասում էր, որ կարող չէ, եթե ուտելիքը վատ լինի, քանի որ նրա հետ լինելն արդեն աշխարհի լավագույն ընթրիքն էր։ Հետո նրանք ուտում էին, նստած հյուրասենյակի հատակին, հին ֆիլմեր դիտելով, մեկնաբանություններ անելով դերասանների, սաունդթրեքերի, զգեստների մասին։ Կային նա ճանապարհորդությունները։ Արմենը սիրում էր հանգստյան օրերի փախուստներ պլանավորել, Սյունիքի մարզի պատմական քաղաքներ։ Նրանք ուսումնասիրում էին Գորիսը, Տաթը, Խնձորեսկը, քայլելով քարե փողոցներով ձեռք ձեռքի տված, մտնելով բարոկկո եկեղեցիներ, համտեսելով տեղական հրուշակեղենի խանութների տնական քաղցրավենիքները։ Այդ ճանապարհորդություններից մեկի ժամանակ, նստած մի դիտակետում, որտեղից կարող էին տեսնել ամբողջ քաղաքը լուսավորված մթնշաղին, Արմենն առաջին անգամ խոսել էր երեխաներ ունենալու մասին։ Նա ասաց, որ ցանկանում է նրա հետ ընտանիք կառուցել, երեխաներ դաստիարակել, ովքեր կմեծանան սիրով, անվտանգությամբ երազելու ազատությամբ։ Մարիանան երջանկությունից լաց եղավ այդ պահին, զգալով, որ իր ամենախորը
Երազանքները կատարելապես համընկնում են նրա երազանքների հետ։ Հղիանալու որոշումը բնականաբար եկավ, որպես հաջորդ տրամաբանական երկուսի կողմից էլ ցանկալի քայլ։ Երբ վերջապես դա տեղի ունեցավ, մի քանի ամիս փորձերից հետո, ուրախությունը հսկայական էր։ Արմենը պատմեց բոլորին, զանգահարեց հանգուցյալ աներոջը Զոքանչին, ովքեր կհպարտանային, տոնեց ընկերների հետ։ Նա գնեց մանկական զարգացման մասին գրքեր, սկսեց դպրոցներ փնտրել, ժամեր էր անցկացնում, խոսելով նրա որովայնի հետ, հորինված պատմություններ պատմելով մի կախարդական թագավորության մասին, որտեղ երեխան կլիներ արքայազն կամ արքայադուստր։ Բայց երբ սկսվեց փոփոխությունը, Մարիանան փորձում էր որոշել այն ճշգրիտ պահը, երբ Արմենը սկսեց հեռանալ։ Դա աստիճանական էր, սկզբում գրեթե աննկատ։ Սկզբում նա դադարեց կատարել այդ փոքրիկ անակնկալները, անսպասելի վայրերում թողնված սիրալիր գրությունները, առանց կոնկրետ պատճառի գնված ծաղիկները։ Հետո զրույցները կարճացան, ավելի քիչ խորը դարձան։ Նա սկսեց ավելի հաճախ ուշ գալ, միշտ աշխատանքի հետ կապված պատճառաբանություններով։ Եվ հետո եկավ ֆիզիկական հեռավորությունը։ Գրկախառնությունները դարձան արագ մեխանիկական, համբույրները պարզապես մակերեսային հպումներ էին, նրանք գրեթե 2 ամիս սեր չէին անում։ Ուրբաթ առավոտյան Մարիանան արթնացավ կայացրած որոշմամբ։ Նա կզանգահարեր այն մասնավոր հետախույզին, ում խորհուրդ էր տվել Ռաֆայելը։ Նրան պետք էր իմանալ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ։ Նա չէր կարող շարունակել ապրել այդ տանջալից անորոշության մեջ։ Հետախույզը, միջին տարիքի մի տղամարդ, Պողոս անունով, պատասխանեց նրա զանգին աննկատելի պրոֆեսիոնալիզմով։ Նրանք հանդիպում նշանակեցին հաջորդ օրը Դավթաշենի մի սրճարանում, բավականաչափ հեռու արաբկիրից, ծանոթներից խուսափելու համար։ Մարիանան ստամոքսում հանգույց զգաց, հեռախոսը անջատելիս։ Նա պաշտոնապես սկսում էր հետաքննություն իր ամուսնու նկատմամբ։ Ինչպես էին նրանք հասել այստեղ։ Այդ կեսօրին նա պարբերական այցելություն ուներ մանկաբարձի մոտ։ Արմենը խոստացել էր այս անգամ ուղեկցել նրան, քանի որ բաց էր թողել վերջին 3 այցելությունները։ Բայց երբ դուրս գալու ժամանակը եկավ, նա հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ գրասենյակում շտապ խնդիր է առաջացել, որ նա պետք է մենակ գնա։ Մարիանան 3 անգամ կարդաց հաղորդագրությունը, զգալով զայրույթի տխրության խառնուրդ։ Նա տաքսի կանչեց մենակ գնաց, ինչպես անում էր վերջին շաբաթներին։ Խորհրդատվությունը հանգիստ անցավ։ Բժիշկը, դոկտոր Հելենան, ուշադիր զննեց նրան, ասաց, որ նա, երեխան առողջ են։ Բայց նա ինչ-որ բան նկատեց Մարիանայի դեմքին, հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Մարիանան փորձեց ժպտալ, ասել, որ այո, բայց արցունքները սկսեցին հոսել, նախքան նա կկարողանար դրանք վերահսկել։ Դոկտոր Հելենան, 50-ամյա մի բարի կին, նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը, թույլ տալով նրան թափանցել։ Մարիանան պատմեց կասկածների, Արմենի հեռավորության, երեխային մենակ դաստիարակելու վախի մասին։ Բժիշկը համբերատար լսեց, հետո մի բան ասաց, որը մնաց Մարիանայի մտքում։ Նա ասաց, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի ամուսնությանը, Մարիանան կյանք է ստեղծում, այդ երեխան արդեն սիրված է նրա կողմից։ Նա ասաց, որ մոր ուժն ավելի մեծ է, քան ցանկացած դժվարություն, որ նա կկարողանա հաղթահարել այն ամենը, ինչ առջում է։ Խոսքերը անսպասելի մխիթարություն բերեցին, հիշեցում, որ նա ամբողջությամբ անօգնական չէր։ Խորհրդատվությունից հետո Մարիանան որոշեց մի փոքր քայլել, նախքան տուն վերադառնալը։ Բժշկական կենտրոնը գտնվում էր Դալմա Գարթեն մոլին մոտ գտնվող շենքում, նա օգտվեց առիթից, ներս մտնելու մտքերը շեղելու, խանութների ցուցափեղկերին նայելով։ Մանկական հագուստի խանութում նա պարզության պահ ունեցավ։ Նայելով աստղերի նկարներով բաց կապույտ մանկական կոմբինեզոնին, նա պատկերացրեց իր որդուն կրելով այդ հագուստը, պատկերացրեց իրեն, օրորելով նրան, օրորոցային երգեր երգելով, մայր լինելով։ Եվ նա հասկացավ, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի Արմենի հետ, նա այդ երեխային ավելի շատ էր ուզում, քան աշխարհի ամեն ինչ։ Այս երեխան ոչ միայն մի հարաբերության պտուղն էր, որը միգուցե փլուզվում էր, այլ եզակի անձնավորություն էր, ով արժանի էր ամբողջ սիրուն, որը նա կարող էր տալ։ Նա գնեց կոմբինեզոնը, դուրս եկավ արտրի կենտրոնից, նորոգված վճռականությամբ։ Նա թույլ չէր տա, որ Արմենի դավաճանությունը, եթե դավաճանություն կար, ոչնչացնի նրա երջանիկ լինելու կամ իր երեխային սիրող միջավայրում դաստիարակելու ունակությունը։ Նա ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էր։ Տունդարձի ճանապարհին նա որոշեց մտնել սուպերմարկետ։ Մինչ նա մրգեր բանջարեղեն էր ընտրում, նրա բջջային հեռախոսը զանգահարեց։ Անհայտ համար էր։ Նա վարանելով պատասխանեց։
Գծի մյուս կողմում մի կանացի ձայն, սառը վերահսկված, ասաց նրա անունը, կարծես հաստատում լիներ, ոչ թե հարց։ Մարիանան հաստատեց, զգալով սարսուռ իր ողնաշարում։ Կինը կարճ ծիծաղեց, ասաց, որ իրենց պետք է խոսել անձամբ։ Նախքան Մարիանան կկարողանար հարցնել, թե ով է կամ ինչի մասին է խոսքը, զանգն ավարտվեց։ Մարիանայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ով էր այդ կինը։ Ինչ էր նա ուզում։ Ձայնը նրան ծանոթ չէր, բայց ինչ-որ անհանգստացնող բան կար նրանում, թե ինչպես էր նա խոսում, մի ամբարտավան վստահություն, որը թաքնված սպառնալիքի պես էր հնչում։ Մարիանան շուրջը նայեց սուպերմարկետում, հանկարծ իրեն բացահայտ խոցելի զգալով։ Նա արագ վճարեց գնումները, դուրս եկավ, տաքսի կանչելով, որն անմիջապես տուն տանի նրան։ Տանը նա փակեց դուռը, նստեց բազմոցին, փորձելով մարսել այն, ինչ նոր էր տեղի ունեցել։ Նա զանգահարեց Ռաֆայելին, պատմեց առեղծվածային զանգի մասին։ Նա անմիջապես զգուշացավ, ասաց, որ կգա այնտեղ։ Մինչ նա սպասում էր եղբորը, Մարիանան չէր կարողանում դադարել մտածել։ Արդյոք այդ կինը նույնն էր, ում տեսել էր Արմենի հետ շինարարական ընկերությունում։ Ինչպես էր նա ստացել նրա համարը։ Ինչ էր ուզում ասել այդ խոսակցությամբ։ Ռաֆայելը եկավ կես ժամից էլ քիչ ժամանակում, ակնհայտորեն մտահոգված։ Նրանք երկար զրուցեցին իրավիճակի մասին, նա պնդեց, որ Մարիանան չպետք է մենակ հանդիպի այդ մարդուն, որ դա կարող է վտանգավոր լինել։ Բայց Մարիանան զգում էր, որ պետք է իմանա, թե ով է, ինչ է ուզում։ Միգուցե սա այն հաստատումն էր, որը նա փնտրում էր, որքան էլ ցավոտ լիներ։ Այդ գիշեր Արմենը տուն եկավ կեսգիշերից հետո։ Մարիանան դեռ արթուն էր, նստած հյուրասենյակում մթության մեջ, միայն քաղաքի լույսը ներս էր թափանցում պատուհաններից։ Նա զարմացած թվաց, նրան այնտեղ տեսնելով հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Նա նայեց նրան, իսկապես նայեց, փորձելով գտնել այն մարդու հետքերը, ում սիրահարվել էր։ Բայց այն ամենը, ինչ տեսնում էր, հոգնած անծանոթ էր, ով կրում էր այն ամուսնու մաշկը, ում ճանաչել էր։ Նա անմիջապես հարցրեց, թե արդյոք այլ կին կար։ Հարցը դուրս եկավ նրա բերանից, նախքան նա կկարողանար վերանայել։ Արմենը մի պահ կաթվածահար եղավ, նրա աչքերը լայնացան։ Այնուհետ նա կտրականապես հերքեց, ասելով, որ նա պարանոիկ է, որ դա պարզապես հղիության հորմոններն էին, որոնք խնդիրներ էին ստեղծում այնտեղ, որտեղ դրանք չկային։ Նա ասաց, որ քրտնաջան աշխատում է ընտանիքի համար ֆինանսական կայունություն ապահովելու համար, որ նա պետք է շնորհակալ լինի։ Ֆանտազիաներ հորինելու փոխարեն։ Խոսքերը կոշտ էին, պաշտպանողական, հաստատեցին Մարիանայի համար, որ ինչ-որ խորը սխալ բան կար։ Նա չվիճեց, պարզապես վեր կացավ, գնաց սենյակ, փակելով դուռն իր հետից։ Արմենը մնաց հյուրասենյակում, նա կարող էր լսել, թե ինչպես է նա այս ու այն կողմ քայլում գրեթե 1 ժամ, նախքան վերջապես բազմոցին պառկելը։ Անկողնում պառկած, ձեռքը որովայնի վրա, զգալով երեխայի մեղմ շարժումները, Մարիանան որոշում կայացրեց։ Հաջորդ օրը նա կհանդիպի հետախույզի հետ, կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ամբողջ ճշմարտությունը բացահայտելու համար։ Սրճարանը, որտեղ Մարիանան հանդիպեց Պողոսին, մասնավոր հետախույզին, փոքր էր, աննկատելի, թաքնված Դավթաշենի կողքի փողոցներից մեկում։ Հաստատությունը միայն 6 սեղան ուներ, բոլորն էլ դատարկ էին այդ շաբաթ առավոտյան։ Պողոսը սովորական տեսքով մի տղամարդ էր, այն տեսակի մարդը, ով աննկատ կանցներ ամբոխի մեջ, Մարիանան պատկերացրեց, որ դա հավանաբար առավելություն էր իր մասնագիտության մեջ։ Նա ուշադիր լսեց, մինչ նա պատմում էր Արմենի պահվածքի փոփոխությունների, շինարարական ընկերությունում տեսած կնոջ, առեղծվածային զանգի մասին։ Պողոսը գրառումներ էր անում փոքր նոթատետրում, կոնկրետ հարցեր տալով ժամերի, վայրերի մանրամասների մասին։ Երբ Մարիանան ավարտեց, նա փակեց նոթատետրը, բացատրեց, թե ինչպես կաշխատի հետաքննությունը։ Նա մի քանի օր աննկատ կհետեր Արմենին, կփաստագրեր նրա շարժումները, կապերը, հետո կներկայացներ ամբողջական զեկույց լուսանկարչական ապացույցներով, եթե լիներ ինչ-որ կարևոր բան փաստագրելու։ Մարիանան ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը, վճարեց կանխավճարը, զգալով թեթության մեղքի խառնուրդ։ Նրա մի մասը դեռ հույս ուներ, որ ամեն ինչ թյուրիմացություն էր, որ Արմենը անմեղ էր, նրանք կարող էին վերականգնել կորցրած վստահությունը։ Բայց մյուս մասը, ավելի պրագմատիկ, վիրավորված, արդեն պատրաստվում էր վատագույնին։ Հաջորդ օրերին Մարիանան փորձեց նորմալության տեսք պահպանել։ Արմենը շարունակում էր իր առօրյան, վաղ դուրս գալով, ուշ վերադառնալով, նրանք հազիվ էին խոսում ամենօրյա գործնական հարցերից բացի։ Նրանց միջ լարվածությունը շոշափելի էր, լցնելով բնակարանի յուրաքանչյուր սենյակ, ինչպես անտեսանելի, բայց խեղդող մառախուղ։
Հաջորդ երեքշաբթի Պողոսը զանգահարեց, շտապ հանդիպում խնդրելով։ Նրանք հանդիպեցին նույն սրճարանում, այս անգամ հետախույզի դեմքը լուրջ էր։ Նա բացեց շագանակագույն ծրարը, սեղանին դրեց մի շարք լուսանկարներ։ Մարիանան զգաց, թե ինչպես է օդը փախչում իր թոքերից։ Լուսանկարներում Արմենն էր մի կնոջ հետ, նույնը, ում նա տեսել էր շինարարական ընկերությունում։ Որոշ լուսանկարներում նրանք միասին ճաշում էին կենտրոնի էլեգանտ ռեստորանում, շատ մոտ նստած, կինը դիպչում էր նրա ձեռքին սեղանի վրա։ Մյուսներում նրանք միասին դուրս էին գալիս գրասենյակից դեպի ավտոկայանատեղի։ Եվ կար մեկը, հատկապես ցավալի, որում նրանք համբուրվում էին բնակելի շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մեջ գտնվող մեքենայում։ Պողոսը բացատրեց, որ կնոջ անունը Գաբրիելա էր, նա 32 տարեկան էր, նախագծերի մենեջեր էր նույն շինարարական ընկերությունում, որտեղ Արմենն էր աշխատում։ Նա մենակ էր ապրում Ավանի շքեղ բնակարանում, վարում էր ներմուծված մեքենա, ակնհայտորեն Արմենի հետ հարաբերություններ էր պահպանում առնվազն 4 ամիս, ըստ այն տեղեկությունների, որ նա կարողացել էր հավաքել ընկերության կոնտակտների միջոցով։ Մարիանան դողացող ձեռքերով բռնեց լուսանկարները, զգալով սրտխառնոցը, որը բարձրանում էր կոկորդից։ Իր կասկածների տեսողական հաստատումը ստանալը նման էր ստամոքսին հարված ստանալուն։ Արմենի բոլոր հերքումները, բոլոր այն անգամները, երբ նա ստիպել էր նրան իրեն պարանոիկ զգալ, ամեն ինչ սուտ էր։ Նա իրականում սիրավեպ էր պահպանում այդ կնոջ հետ, մինչ նա կրում էր նրա երեխային։ Պողոսը շարունակեց խոսել, բացատրելով, որ ավելի անհանգստացնող տեղեկություններ է հայտնաբերել։ Ակնհայտորեն Գաբրիելան բարդ համբավ ուներ գրասենյակում։ Մի քանի գործընկերներ մեկնաբանում էին նրա մոլուցքային պահվածքը նախորդ հարաբերություններում։ Լուրեր կային, որ նա հետապնդել էր նախկին ընկերոջը, մինչ որ նրան անհրաժեշտ էր փոխել քաղաքը, թե դրանցից ոչ մեկը պաշտոնապես չէր հաստատվել կամ չէր հաղորդվել։ Պողոսը նա պարզել էր, որ նա եկել էր խնդրահարույց ընտանիքից, մեծանալով մանկատներում, կենսաբանական մոր կողմից լքվելուց հետո, երբ ընդամենը 12 տարեկան էր, որդեգրվել էր հարուստ զույգի կողմից, ովքեր բաժանվեցին 3 տարի անց, յուրաքանչյուրն իր կյանքով ապրելով առանց նրա հետ շատ շփվելու։ Մարիանան դժվարությամբ մարսեց այդ տեղեկությունները։ Այսպիսով, դա ոչ միայն սովորական դավաճանություն էր, կային բարդությունների շերտեր, որոնք նա նույնիսկ չէր պատկերացնում։ Իսկ այն առեղծվածային զանգը, որը նա ստացել էր։ Պողոսը հաստատեց նրա կասկածները, որ հավանաբար դա Գաբրիելան էր, միգուցե տարածք նշելու կամ նրան վախեցնելու համար։ Սրճարանից դուրս գալիս Մարիանան որոշ ժամանակ անպատակ քայլեց, պայուսակում պահված լուսանկարները քարերի պես ծանր էին։ Քաղաքը մարդաշատ էր, լի մարդկանցով, ովքեր գնում գալիս էին իրենց նորմալ կյանքով, անտարբեր այն անձնական դրամային, որը նա ապրում էր։ Ինչպես էր հնարավոր, որ ամեն ինչ այդքան նորմալ թվա դրսում, երբ նրա աշխարհը փլուզվում էր։ Նա զանգահարեց Ռաֆայելին, ով նրան գտավ մոտակա հրապարակում։ Տեսնելով լուսանկարները, նրա դեմքը կարմրեց զայրույթից։ Նա ուզում էր անմիջապես առերեսվել Արմենին, բայց Մարիանան խնդրեց, որ նա սպասի։ Նրան պետք էր պարզ մտածել հաջորդ քայլերի մասին։ Նա երեխա ուներ մտածելու, կյանք կար վերակազմակերպելու։ Նա չէր կարող պարզապես իմպուլսիվ գործել։ Այդ գիշեր, առաջին անգամ, Մարիանան ընթրիք չպատրաստեց։ Երբ Արմենը եկավ հարցրեց ուտելիքի մասին, նա պարզապես ասաց, որ իրեն լավ չի զգում, փակվեց սենյակում։ Նա լսեց, թե ինչպես է նա խառնվում խոհանոցում, հավանաբար առաքում պատվիրելով, հետո հյուրասենյակում միացված հեռուստացույցի ձայնը։ Ամեն ինչ այդքան առօրյա էր, այդքան նորմալ, մինչդեռ սարսափելի ճշմարտությունը կախված էր նրանց մեջ, որպես չճանաչված ուրվական։ Հաջորդ առավոտյան Մարիանանս մեկ բժշկական այցելություն ուներ, այս անգամ ավելի մանրամասն ուլտրաձայնային հետազոտություն։ Արմենը, զարմանալիորեն, հիշեց առաջարկեց ուղեկցել նրան։ Նա համաձայնեց, հետաքրքրված տեսնելու, թե ինչպես նա կվարվի, ինչպես կկարողանա խաղալ ուշադիր ամուսնու դերը, իմանալով այն, ինչ նա արդեն գիտեր։ Բժշկական կենտրոնը լիքն էր, նրանք լուր սպասեցին սպասասրահում, յուրաքանչյուրն այլ ուղղությամբ նայելով։ Երբ նրանց կանչեցին, տեխնիկը սառը գել քսեց Մարիանայի որովայնին, սկսեց զննումը։ Երեխայի պատկերը հայտնվեց էկրանին, տեխնիկը մատնանշեց մանրամասները, ուժեղ բաբախող սիրտը, կատարելապես ձավորված մատիկները, դեմքը պրոֆիլից։ Աղջիկ էր, նրանք պարզեցին, Մարիանան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Նա նայեց Արմենին, տեսավ, որ նա նույնպես հուզված էր, աչքերը հառած էկրանին, անկեղծ հիացմունքի արտահայտություն դեմքին։ Մի կարճ պահով Մարիանան զգաց այն սիրո ցավը, որը սովոր էր զգալ նրա նկատմամբ։
Բայց հետո նա հիշեց լուսանկարները իր պայուսակում, իրականությունը վերադարձավ լի ուժով։ Ինչպես կարող էր նա լինել այնտեղ։ Հուզված իրենց դուստրով, մինչդեռ զուգահեռ կյանք էր վարում մեկ այլ կնոջ հետ։ Զննումից հետո, մինչ նրանք քայլում էին միջանցքով դեպի վերելակը, Մարիանան հանկարծ գլխապտույտ զգաց։ Նա հենվեց պատին, խորը շունչ քաշելով։ Արմենը բռնեց նրա ձեռքը, մտահոգված, հարցնելով, թե արդյոք նա լավ է։ Նա ասաց, որ պարզապես թարմ օդի կարիք ունի, արագ կգնա լոգարան։ Նա սպասեց դրսում, ստուգելով իր բջջային հեռախոսը։ Լոգարանում Մարիանան սառը ջուր լցրեց դեմքին, նայեց իրեն հայելու մեջ։ Նա գունատ էր, խորը մուգ շրջանակներով աչքերի տակ, նրա 6-ամսյա որովայնը ցցված էր զգեստի տակից։ Ինչպիսին կլիներ նրա կյանքն այսուհետ։ Կլիներ նա մենակ մայր։ Արդյոք կկիսեր դստեր խնամակալությունը Արմենի հետ։ Թե կփորձեր ինչ-որ կերպ փրկել ամուսնությունը, կուլ տալով դավաճանությունը երեխայի պատճառով։ Երբ նա դուրս եկավ լոգարանից, Արմենն այլս միջանցքում չէր։ Նա փնտրեց նրան, աչքերով տեսավ նրան մի փոքր առաջ, ցածր ձայնով խոսելով հեռախոսով, մեջքով դեպի նա։ Նա ինչ-որ բան էր ասում, ավելի շատ ժամանակի անհրաժեշտության, իրավիճակի բարդության մասին։ Երբ նա նկատեց Մարիանայի ներկայությունը, արագ անջատեց հեռախոսը, վերադարձավ նրա մոտ, ստիպողաբար ժպտալով։ Նրանք միասին իջան վերելակով դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Դա լայն թույլ լուսավորված տարածք էր, սպիտակ ներկված բետոնե սյուներով, շարժիչի յուղի ու բորբոսի բնորոշ հոտով։ Մարիանան քայլեց դեպի Արմենի մեքենան, բայց հետո իրենց հետից քայլեր լսեց։ Նա շրջվեց, տեսավ, թե ինչպես է մի կին արագ մոտենում։ Դա Գաբրիելան էր, նա անմիջապես ճանաչեց նրան լուսանկարներից, բայց անձամբ նա ավելի տպավորիչ էր թվում։ Բարձրահասակ, կրելով անթերի բեժ կոստյում, կատարելապես ուղիղ մազերը ուսերին թափված, դեմքին վատ քողարկված զայրույթի արտահայտություն։ Նա ուժեղ օծանելիք էր օգտագործում, որը եկավ նրանից առաջ, վարդերի ինչ-որ ավելի մուգ, գրեթե սրտխառնոց առաջացնող բույր։ Արմենը կաթվածահար եղավ, նրա արտահայտությունը շոկից վերածվեց խուճապի վայրկյանների ընթացքում։ Մարիանան նույնպես կանգ առավ, նրա սիրտը արագանում էր։ Ինչ էր անում այդ կինն այնտեղ։ Ինչպես էր նա իմացել, թե որտեղ են նրանք լինելու։ Գաբրիելան ամբողջությամբ անտեսեց Արմենին, իր աչքերը հառեց Մարիանային։ Նրա ձայնը, երբ նա խոսեց, սառն էր, կտրուկ, կոտրված ապակու պես։ Նա ասաց, որ իրենց պետք է խոսել կնոջից կնոջ, առանց նրա ներկայության։ Արմենը փորձեց միջամտել, ասելով, որ դա անհեթեթություն է, որ Գաբրիելան պետք է հեռանա։ Բայց նա լռեցրեց նրան այնպիսի թույնով լի հայացքով, որ նա հետ քաշվեց։ Մարիանան, փորձելով հանգիստ մնալ, չնայած իր կրծքի մեջ աճող վախին, հարցրեց, թե ինչ է նա ուզում։ Գաբրիելան մեկ քայլ առաջ արեց, սկսեց խոսել, նրա ձայնը բարձրանում էր յուրաքանչյուր նախադասության հետ։ Նա ասաց, որ Արմենն իրենն է, որ նրանք միասին են ամիսներ շարունակ, որ ամուսնությունը կեղծիք է, որ Մարիանան պարզապես խոչընդոտ է, որը պետք է հեռացվի։ Նա ասաց, որ Արմենն արդեն խոստացել է թողնել նրան, որ նրանք պլաններ ունեն միասին լինելու, իրական կյանք կառուցելու։ Մարիանան նայեց Արմենին, փնտրելով հերքում ինչ-որ պաշտպանություն, բայց նա պարզապես շեղեց հայացքը, նրա վախկոտությունն ակնհայտ էր։ Զայրույթը բարձրացավ նրա մեջ, ինչպես ջերմության ալիք։ Ինչպես կարող էր նա այնտեղ կանգնած մնալ, լուռ, մինչ այդ կինը նրան բանավոր հարձակվում էր։ Գաբրիելան շարունակեց, այժմ զայրույթի արցունքներով աչքերում, ասելով, որ Մարիանան ամեն ինչ ուներ, ամուսինը, երեխան, կատարյալ կյանքը, առանց դրանցից որևէ մեկին արժանի լինելու։ Որ նա ճիշտ մարդն էր Արմենի համար, որ նրանք հասկանում էին միմյանց այնպես, ինչպես Մարիանան երբեք չէր կարող հասկանալ։ Յուրաքանչյուր խոսքով ավելի պարզ էր դառնում, որ այդ կինը ոչ միայն սիրավեպ էր պահպանում, նա մոլուցքով էր տարված, ապրելով մի ֆանտազիայի մեջ, որտեղ Արմենն ամբողջությամբ իրենն էր։ Այնուհետ, արագ անսպասելի շարժումով, Գաբրիելան բարձրացրեց իր կրած ծանր կաշվե պայուսակը, ճոճեց այն Մարիանայի ուղղությամբ։ Հարվածը ուժեղ հարվածեց նրա ուսին, ստիպելով նրան ետ շրջվել։ Ցավն ակնթարթային էր սուր։ Մարիանան բնազդաբար փորձեց պաշտպանել որովայնը, բայց Գաբրիելան նորից առաջ անցավ, այս անգամ պայուսակը շոշափեց նրա որովայնը, նախքան Արմենը վերջապես արձագանքեց, իրեն դրեց երկու կանանց մեջ։ Մարիանան ուժեղ ցավ զգաց, որը ճառագայթում էր իր որովայնից, սարսափելի վախ պատեց նրան։ Երեխան։ Իր դուստրը։ Նա ծնկի իջավ ավտոկայանատեղի սառը հատակին, ձեռքերը պաշտպանելով որովայնը, փորձելով ինչ-որ շարժում զգալ։
Գաբրիելան կարծես հասկացավ, թե ինչ էր արել, հետ քաշվեց, նրա աչքերը լայն բացված, նախքան շրջվելը դեպի ելքը վազելը։ Մարիանան չէր կարողանում դադարել դողալ։ Ծնկի իջած ավտոկայանատեղի սառը հատակին նա զգում էր, թե ինչպես է իր ամբողջ մարմինը շոկի մեջ, ուսի որովայնի ցավը բաբախում էր ալիքներով, որոնք նրան գլխապտույտ էին առաջացնում։ Արմենը նրա կողքին էր, փորձելով օգնել նրան բարձրանալ, բայց նա կտրուկ ժեստով հեռացրեց նրան։ Նա չէր ուզում, որ նա դիպչի իրեն, ոչ հիմա, ոչ այս ամենից հետո։ Ջանքերով նա կարողացավ հենվել բետոնե սյուներից մեկին կանգնեց։ Նրա առաջին մտահոգությունը երեխան էր։ Նա ձեռքերը դրեց որովայնին, փորձելով ինչ-որ շարժում զգալ, ինչ-որ նշան, որ իր դուստրը լավ է։ Բայց այն ամենը, ինչ զգում էր, իր սեփական սիրտն էր, անկանոն բաբախելով, մշտական ցավը, որտեղ Գաբրիելայի պայուսակը հարվածել էր նրան։ Արմենը խոսում էր, նրա ձայնը հեռու շփոթված էր թվում։ Նա ասում էր, որ պետք է գնան հիվանդանոց, որ նա շտապօգնություն կկանչի, որ ամեն ինչ լավ կլինի։ Մարիանան անտեսեց նրան դողացող ձեռքերով վերցրեց իր բջջային հեռախոսը, զանգահարելով Ռաֆայելին։ Նրա եղբայրը պատասխանեց առաջին զանգից հետո, լսելով նրա ձայնի հուսահատությունը, ասաց, որ 10 րոպեից կլինի այնտեղ։ Այդ 10 րոպեն հավերժություն թվացին։ Մարիանան նորից նստեց հատակին, հենված սյանը, մերժելով Արմենի ցանկացած օգնություն։ Նա կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա, կրկնվող շարժումներով ձեռքերը մազերի միջով անցկացնելով, ակնհայտորեն խուճապի մեջ։ Նա մի քանի անգամ փորձեց մոտենալ, բայց ամեն անգամ, երբ դա անում էր, Մարիանան նրան նայում էր ցավի զայրույթի այնպիսի ուժգնությամբ, որ նա հետ էր քաշվում։ Ռաֆայելը մեքենայով արագ եկավ, կտրուկ արգելակելով նրանց կողքին։ Տեսնելով քրոջը հատակին, գունատ դողացող, նա վազելով դուրս եկավ օգնեց նրան մտնել հետի նստատեղ, այնպիսի քնքշությամբ, որը կտրուկ հակադրվում էր այն զայրույթին, որը նա ցուցաբերեց, նայելով Արմենին։ Մի պահ թվում էր, թե նա ֆիզիկապես կհարվածի նրան, բայց Մարիանան բռնեց նրա ձեռքը, աղաչեց, որ նա պարզապես տանի իրեն հիվանդանոց։ Ճանապարհին Ռաֆայելը արագ, բայց զգույշ էր վարում, խուսափելով երթևեկությունից, մինչդեռ մի ձեռքը հետ էր պահում, բռնելով Մարիանայի ձեռքը։ Նա պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, ավտոկայանատեղի առերեսման յուրաքանչյուր մանրամասն, Ռաֆայելի արտահայտությունն ավելի ու ավելի մռայլ էր դառնում։ Նա երդվեց, որ Գաբրիելան կվճարի իր արածի համար, որ նա թույլ չի տա, որ դա անպատիժ մնա։ Հիվանդանոցում Մարիանային անմիջապես շտապօգնության բաժանմունքում ընդունեցին։ Բժշկական անձնակազմը ուշադիր զննեց նրան, մոնիտորինգի ենթարկելով երեխայի սրտի բաբախյունները, ուլտրաձայնային հետազոտություն անելով ստուգելով, թե արդյոք կան ավելի լուրջ վնասվածքներ։ Ռաֆայելը մշտապես նրա կողքին էր, բռնելով նրա ձեռքը, մխիթարական խոսքեր առաջարկելով։ Արմենը փորձեց մտնել զննման սենյակ, բայց Ռաֆայելը արգելափակեց նրա մուտքը, ցածր, բայց հաստատուն ձայնով ասելով, որ նա արդեն բավականաչափ վնաս է հասցրել։ Այն բանից հետո, երբ թվում էր, թե ժամեր տող զննումներ տանջալից սպասում էին, վերջապես թեթություն եկավ։ Դոկտոր Հելենան, ով պատահաբար հերթապահ էր այդ գիշեր, հայտնվեց մխիթարական ժպիտով։ Երեխան լավ էր, ասաց նա։ Սրտի բաբախյունները ուժեղ էին կանոնավոր, պլացենտայի անջատման կամ որևէ այլ լուրջ բարդության նշաններ չկային։ Մարիանան ուսի վնասվածք էր ստացել, կունենա կապտուկներ, բայց ոչինչ, որը կվտանգեր նրա կամ երեխայի առողջությունը։ Նա խորհուրդ տվեց բացարձակ հանգիստ հաջորդ մի քանի օրվա ընթացքում խնդրեց, որ նա անմիջապես վերադառնա, եթե զգա որովայնի ցավ, արյունահոսություն կամ պտղի շարժումների նվազում։ Մարիանան թեթությունից արցունքներից փլվեց։ Իր դուստրը ապահով էր, լավ էր։ Ռաֆայելը զգուշորեն գրկեց նրան, նույնիսկ դոկտոր Հելենան, ով միշտ պահպանում էր պրոֆեսիոնալ կեցվածք, ակնհայտորեն հուզված թվաց հիվանդի թեթությունից։ Միայն այն ժամանակ Արմենին թույլատրվեց մտնել այն սենյակ, որտեղ Մարիանան հանգստանում էր։ Նա վարանելով մտավ, կարծես բարակ սառույցի վրա էր քայլում, կանգնած մնաց դռան մոտ։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց բառերը կարծես խրվել էին կոկորդում։ Մարիանան նայեց նրան, տեսավ ոչ թե այն ամուսնուն, ում սիրել էր, այլ մի թույլ վախկոտ անծանոթի, ով ոչնչացրել էր իր ընտանիքը զուտ եսասիրության պատճառով։ Թեթ ձայնով, չնայած հյուծվածությանը, Մարիանան ասաց, որ չի ուզում նրան այնտեղ տեսնել։ Թող նա բարի լինի հեռանա, իրեն մենակ թողնելով։ Արմենը փորձեց վիճել, ասելով, որ իրենց պետք է խոսել, որ նա կարող է ամեն ինչ բացատրել, բայց Ռաֆայելը վեր կացավ, գրեթե դուրս հրեց նրան սենյակից։ Վերջին բանը, որ Մարիանան լսեց, Արմենի խոսքերն էին, որ նա կվերադառնա հաջորդ օրը, որ նրանց պետք է լուծել այդ իրավիճակը։
Այդ գիշեր Մարիանան հիվանդանոցում քնեց նախազգուշական նկատառումներով, Ռաֆայելը մնաց նրա կողքին, պառկած անհարմար բազկաթոռին, մահճակալի կողքին։ Նախքան քնելը, նրանք ցածր ձայնով խոսեցին այն մասին, թե ինչ կլինի հաջորդը։ Ռաֆայելն ասաց, որ նա պարտավոր չէ վերադառնալ այն բնակարանը, որը կիսում էր Արմենի հետ, որ նա կարող է մնալ իր մոտ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա առաջարկեց, որ նրանք ոստիկանական հաղորդում ներկայացնեն Գաբրիելայի դեմ հարձակման համար։ Մարիանան համաձայնեց։ Նա դա չէր անի վրեժխնդրության համար, այլ իրեն դստերը պաշտպանելու համար։ Այդ կինը ցույց էր տվել, որ անկայուն վտանգավոր է, երաշխիքներ չկային, որ նա նորից չէր փորձի ինչ-որ բան անել։ Ռաֆայելը խոստացավ, որ կզբաղվի ամեն ինչով, որ կկապվի մասնագիտացված փաստաբանի հետ կապահովի, որ Մարիանայի իրավունքները պաշտպանվեն։ Հաջորդ առավոտյան բժշկական դուրսգրումից հետո Մարիանան անմիջապես գնաց Ռաֆայելի բնակարան, կենտրոնում, առանց նույնիսկ իր տուն մտնելու, հագուստ վերցնելու համար։ Ռաֆայելը մենակ գնաց, նրա իրերը բերելու, Արմենին գտնելով բազմոցին քնած, շրջապատված դատարկ գարեջրի շշերով։ Լարված վեճ տեղի ունեցավ, որտեղ Արմենը փորձեց արդարացնել իր գործողությունները, ասելով, որ ամեն ինչ դուրս էր եկել վերահսկողությունից, որ նա երբեք չէր պատկերացրել, որ Գաբրիելան կարող է նման բան անել, որ նա սիրում էր Մարիանային իրենց դստերը։ Ռաֆայելը պատասխանեց, որ սերը դա չէր, որ սերը հարգանք էր, հավատարմություն, ներկայություն, այն բաները, որոնք Արմենը լքել էր ամիսներ առաջ։ Նա փաթեթավորեց Մարիանայի հագուստները, իրերը հեռացավ, առանց հետ նայելու։ Հաջորդ օրերին Ռաֆայելի բնակարանի հյուրասենյակում տեղավորված Մարիանան սկսեց վերակառուցման դանդաղ գործընթացը։ Ռաֆայելի վարձած փաստաբանը, դոկտոր Հենրիկը, փորձառու կարեկից մարդ էր, ով նրանց առաջնորդեց անհրաժեշտ քայլերով։ Նախ, նրանք պաշտոնապես գրանցեցին հարձակումը։ Հետո սկսեցին ամուսնալուծության ընթացակարգերը, ապագա երեխայի համար ալիմենտի սահմանումը։ Հենց դոկտոր Հենրիկի հետ այդ խոսակցություններից մեկի ժամանակ անսպասելի բան առաջացավ։ Փաստաբանը, ով լայն կապեր ուներ Երանի իրավական կորպորատիվ աշխարհում, նշեց, որ անհանգստացնող լուրեր է լսել այն շինարարական ընկերության մասին, որտեղ Արմենն ու Գաբրիելան էին աշխատում։ Կային կասկածներ ֆինանսական անկանոնությունների, չափազանցված պայմանագրերի, հնարավոր փողերի լվացման մասին։ Որոշ ներդրողներ սկսում էին հարցեր տալ, լուրեր կային ներքին հետաքննության մասին։ Մարիանան զարմացավ։ Նա գիտեր, որ շինարարական ընկերությունը մեծ շահութաբեր էր, բայց միշտ ենթադրել էր, որ ամեն ինչ օրինական է։ Դոկտոր Հենրիկը առաջարկեց, որ դա կարող է լինել նրա գործի համար, հատկապես եթե Արմենը ներգրավված լիներ ինչ-որ անօրինական բանում։ Ֆինանսական տեղեկությունները կարող էին ամրապնդել նրա դիրքը ալիմենտի խնամակալության վեճում։ Հենց այդ ժամանակ Ռաֆայելը մի գաղափար ունեցավ։ Նա հետաքննող լրագրող ուներ հմտություններ ու կապեր, որոնք կարող էին օգտակար լինել։ Նա առաջարկեց ավելի խորը հետաքննել շինարարական ընկերությունը, ոչ միայն մասնագիտական հետաքրքրությունից դրդված, այլ Մարիանայի շահերը պաշտպանելու համար։ Եթե իսկապես ինչ-որ սխալ բան էր կատարվում, ավելի լավ էր, որ նրանք իմանային, նախքան իրավիճակը հրապարակայնորեն կպայթեր։ Մարիանան սկզբում դժկամորեն ներգրավվելու մի բանի մեջ, որը թվում էր, թե դուրս է իր ամուսնական խնդիրներից, ի վերջո համաձայնեց։ Եթե կոռուպցիա կար, եթե մարդիկ խաբվում կամ վնասվում էին, դա ավելի մեծ էր, քան իր անձնական ցավը։ Եվ եթե Արմենը ներգրավված էր, նրան պետք էր իմանալ նրա ստերի չափը։ Ռաֆայելը սկսեց հետաքննությունը աննկատելիորեն, խոսելով անանուն աղբյուրների հետ, վերանայելով հանրային փաստաթղթերը, կապեր հաստատելով։ Այն, ինչ նա հայտնաբերեց առաջին շաբաթներին, անհանգստացնող էր։ Շինարարական ընկերությունը նշանակալի պետական պայմանագրեր էր ստացել ենթակառուցվածքային աշխատանքների համար, բայց ներկայացված արժեքները ուռճացված էին, միջոցների մի մասը կարծես թե շեղվում էր։ Կային ապացույցներ ուրվական ընկերությունների ենթապայմանագրման մասին, որոնք գոյություն ունեին միայն թղթի վրա, ծառայելով որպես փողերի լվացման միջոց։ Մինչդեռ կյանքը շարունակում էր իր ցավոտ, բայց անհրաժեշտ ընթացքը։ Մարիանան օրերն անցկացնում էր, պատրաստվելով մայրությանը, դասավորելով երեխայի հագուստները, կարդալով մանկական խնամքի մասին գրքեր, փորձելով միտքը կենտրոնացնել ապագայի վրա, անցյալի փոխարեն։ Բայց գիշերները դժվար էին, լի անհանգստացնող երազներով, որտեղ նա վերապրում էր Արմենի հետ երջանիկ պահերը, միայն թե արթնանար հիշեր իրականությունը։ Արմենը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել, երկար հաղորդագրություններ ուղարկելով, ներողություն խնդրելով, աղաչելով խոսելու, իրադարձությունների իր տարբերակը բացատրելու հնարավորություն տալու համար։ Մարիանան չէր պատասխանում։
Ոչինչ չկար, որ նա կարողանար ասել, որ կփոխեր իր արածը, ոչ մի բացատրություն, որը կարդարացներ դավաճանությունը, վախկոտությունը, որը ցուցաբերվեց ավտոկայանատեղիում, երբ Գաբրիելան հարձակվեց նրա վրա։ Ինչ վերաբերում է Գաբրիելային, նրա դեմ գործը ընթացքի մեջ էր։ Ոստիկանությունը գտավ նրան, նա կանչվեց հարցաքննության։ Ըստ այն տեղեկությունների, որոնք հասել էին Մարիանային դոկտոր Հենրիկի միջոցով, Գաբրիելան թանկարժեք փաստաբան էր վարձել հերքում էր մեղադրանքները, պնդելով, որ Մարիանան էր հրահրել առերեսումը։ Բայց շենքի անվտանգության տեսախցիկները, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, ամեն ինչ արձանագրել էին, ապացույցները անվիճելի էին։ Միջադեպից մեկ ամիս անց Ռաֆայելը զգալի բան հասավ իր հետաքննության մեջ։ Շինարարական ընկերության ներդրողներից մեկը, Մարսելո Տավարես անունով գործարարը, որոշել էր կոտրել լռությունը։ Հոգնելով իր միջոցների շեղումից մտահոգված լինելով իրավական հետանքներով, նա դիմեց Ռաֆայելին, առաջարկելով կիսվել տեղեկություններով, փաստաթղթերով, որոնք ապացուցում էին կոռուպցիան։ Այդ փաստաթղթերի մեջ կային ընկերության ղեկավարների, այդ թվում Արմենի միջ փոխանակված էլեկտրոնային նամակներ, որոնք քննարկում էին շեղումները թաքցնելու աուդիտները մանիպուլացնելու եղանակներ։ Ռաֆայելը ցույց տվեց փաստաթղթերը Մարիանային, նա զգաց, կարծես գետինն անհետանում էր իր ոտքերի տակից մեկ անգամ։ Արմենը ոչ միայն անհավատարիմ ամուսին էր, նա ակտիվ մասնակից էր կոռուպցիոն սխեմաներում, որոնք վնասում էին քաղաքին նրա քաղաքացիներին։ Այն մարդը, ում նա կարծում էր, որ ճանաչում էր, երբեք իրականում գոյություն չուներ։ Ռաֆայելի հետաքննությունը սկսեց ծու խորություն ստանալ։ Մարսելո Տավարեսը, ներդրողը, ով որոշել էր համագործակցել, առանցքային դերակատար դարձավ շինարարական ընկերության միջոցով տարածվող կոռուպցիոն ցանցի ամբողջական ըմբռնման համար։ Դավթաշենում գտնվող իր մասնավոր գրասենյակում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ նա Ռաֆայելին Մարիանային ցույց տվեց զարմանալի քանակությամբ փաստաթղթեր, որոնք նա հավաքել էր ամիսներ շարունակ աճող կասկածների ընթացքում։ Մարսելոն միջին տարիքի մի տղամարդ էր, հոգնած, բայց վճռական տեսքով։ Նա բացատրեց, որ սկսել էր կասկածել, երբ տնօրենների խորհրդի հանդիպումներում ներկայացված թվերը իմաստ չունեին։ Աշխատանքները, որոնք պետք է միլիոններ արժենային, բյուջետավորվում էին շատ ավելի բարձր արժեքներով, հանձնման ժամկետները մշտապես երկարաձգվում էին, առանց համոզիչ հիմնավորումների։ Երբ նա փորձեց հարցեր տալ, նրան լռեցրին մանրամասն տեխնիկական պատճառաբանություններով թաքնված սպառնալիքներով, ընկերության հեղինակությանը վնասելու մասին։ Փաստաթղթերի մեջ, որոնք նա կիսվեց, կային հատկապես բացահայտող էլեկտրոնային նամակներ։ Դրանցից մեկում Արմենը քննարկում էր այլ ղեկավարների հետ, թե ինչպես մանիպուլացնել աուդիտի հաշվետվությունները, կասկածելի փոխանցումները թաքցնելու համար։ Մյուսում հիշատակվում էին օֆշորային բանկային հաշիվներ, ճակատային ընկերություններ, որոնք օգտագործվում էին պետական պայմանագրերից շեղված գումարները լվանալու համար։ Ամենացնցողը մի էլեկտրոնային նամակ էր, որտեղ ինչ-որ մեկը գրել էր ինչ-որ բան խնդիր լուծելու մասին, որը կարող էր բացահայտել սխեման։ Արմենի պատասխանն ասում էր, որ երբ խնդիրն անհետանա, ամեն ինչ կվերադառնա նորմալ հունին։ Մարիանան սարսուռ զգաց ողնաշարում, դա կարդալով։ Ինչ խնդիր էր դա։ Արդյոք դա ինքն էր։ Հղի կինը, ով կարող էր գաղտնիքներ բացահայտել Արմենի հետ մտերմության միջոցով։ Այն գաղափարը, որ նա միգուցե դիտվել էր որպես հեռացվելիք խոչընդոտ, սարսափելի էր։ Ռաֆայելը նույնպես հասկացավ դրա իմաստը, առաջարկեց, որ միգուցե Գաբրիելայի հարձակումը ոչ միայն խանդի արդյունք չէր, այլ ավելի մեծ բանի մի մաս։ Մարսելոն համաձայնեց, որ պատմության մեջ ավելին կար, քան թվում էր։ Նա բացահայտեց, որ Գաբրիելան ոչ միայն նախագծերի մենեջերն էր, նա կապն էր շինարարական ընկերության որոշ ուրվական ընկերությունների միջ։ Նա մուտք ուներ հաշիվների զգայուն տեղեկությունների, ակնհայտորեն խորապես ներգրավված էր սխեմայի մեջ։ Նրա հարաբերությունները Արմենի հետ կարող էին ի սկզբանե լինել նրան պարտավորեցնելու լռեցնելու միջոց այն անկանոնությունների մասին, որոնք նա կհայտնաբերեր։ Այս բացահայտումը լիովին փոխեց Մարիանայի հեռանկարը իրավիճակի վերաբերյալ։ Գաբրիելան ոչ միայն մոլուցքային սիրուհին էր, ում նա պատկերացնում էր։ Նա կին էր, ներգրավված անօրինական գործունեության մեջ, հնարավոր է վտանգավոր այն առումներով, որոնք դուրս էին գալիս այն ֆիզիկական հարձակումից, որը նա արդեն կատարել էր։ Մարիանան վախ զգաց, բայց նա աճող վճռականություն, այս ամենը առաջ տանելու, ապահովելու, որ արդարություն հաստատվի։ Ռաֆայելը որոշեց հետաքննական հոդված գրել գործի մասին։ Որպես հարգված լրագրող, նրա աշխատանքը կունենար կշիռ կարող էր ճնշում գործադրել իշխանությունների վրա, գործելու համար։
Բայց նախ նրան պետք էին ավելի շատ ապացույցներ, պատրաստական վկաներ, անհերքելի ապացույցներ։ Նա սկսեց հարցազրույցներ անել շինարարական ընկերության նախկին աշխատակիցների հետ, մարդկանց, ովքեր ազատվել էին աշխատանքից կամ հրաժարվել էին աշխատանքից, չհամաձայնելով ընկերության գործելակերպի հետ։ Այդ վկաներից մեկը հատկապես կարևոր էր։ Նրա անունը Կլարա էր, նախկին հաշվապահ, ով 5 տարի աշխատել էր ընկերությունում, նախքան կտրուկ ազատվելը, երբ սկսել էր հարցեր տալ գրքերում առկա անհամապատասխանությունների մասին։ Նա պահել էր այն փաստաթղթերի պատճենները, որոնք կասկածելի էր համարում, սպասելով դրանք օգտագործելու ճիշտ պահին։ Իմանալով Ռաֆայելի հետաքննության մասին ընդհանուր ծանոթի միջոցով, նա առաջարկեց օգնել։ Կլարան բերեց մանրամասն աղյուսակներ, ցույց տալով, թե ինչպես է շարժվում գումարը, օֆշորային հաշիվներին փոխանցումների փաստաթղթեր, նույնիսկ գաղտնի արված խոսակցությունների ձայնագրություններ, երբ նա հասկացավ, որ իրեն ճնշում են հաշվետվությունները կեղծելու համար։ Ձայնագրություններից մեկում հստակ լսվում էր Արմենի ձայնը, ով հանձնարարում էր նրան փոխել եռամսյակային հաշվետվության թվերը։ Մինչ հետաքննությունը զարգանում էր, Մարիանայի անձնական կյանքը շարունակում էր իր սեփական բուռն ընթացքը։ Նրա որովայնը մեծանում էր, նա արդեն հղիության 8-րդ ամսում էր։ Չնայած վերջին ամիսների բոլոր սթրեսներին, տրավմաներին, նրա դուստրը շարունակում էր առողջ զարգանալ։ Մարիանան մխիթարություն էր գտնում երեխայի շարժումներում, մեղմ հարվածներում, որոնք զգում էր հատկապես գիշերները, հիշեցնելով, որ այս ամենից դեռ լավ բան կստացվի։ Մի կեսօրին նա անսպասելի այցելություն ստացավ։ Դա տիկին Անահիտն էր, Արմենի մայրը։ Մարիանան նրան չէր տեսել ավտոկայանատեղիի միջադեպից առաջ, նրանց միջ հարաբերությունները միշտ քաղաքավարի, բայց հեռու էին եղել։ Տիկին Անահիտը ավանդական կին էր, խիստ իր համոզմունքներում, միշտ պաշտպանել էր որդուն ցանկացած հանգամանքում։ Բայց երբ նա մտավ Ռաֆայելի բնակարանը, որտեղ Մարիանան էր մնում, նրա արտահայտությունն այլ էր, գրելով մեղքի զղջման ծանրություն։ Նրանք նստեցին հյուրասենյակում, սկզբնական անհարմար լռությունից հետո տիկին Անահիտը սկսեց խոսել։ Նա ասաց, որ Արմենը վերջապես պատմել է իրեն եղելության մասին, Գաբրիելայի հետ սիրավեպի մասին, Մարիանայի վրա կատարված հարձակման մասին։ Տիկին Անահիտը խոստովանեց, որ միշտ գիտեր, որ որդին թերություններ ուներ, որ նա հակված էր եսասեր անհաս լինելու, բայց երբեք չէր պատկերացրել, որ նա կարող է այդքան դավաճանության բախկոտության ընդունակ լինել։ Խեղդված ձայնով նա ներողություն խնդրեց Մարիանայից։ Նա ասաց, որ որպես մայր միշտ փորձել է պաշտպանել որդուն, բայց այժմ հասկանում է, որ դրանով նա թույլ է տվել, որ նա դառնա մի մարդ, առանց իր գործողությունների համար պատասխանատվության։ Նա ասաց, որ ապագա թոռնուհին արժանի է ավելի լավ պապիկի, քան Արմենն էր որպես հայր, որ ինքը, որպես տատիկ, կանի հնարավորը փոխհատուցելու իր որդու թերությունները։ Մարիանան զարմացավ տիկին Անահիտի խոցելիությունից։ Հազվադեպ էր տեսնել այդքան ուժեղ կնոջը այդքան բացահայտ հույզեր ցուցաբերելիս։ Նա ընդունեց ներողության խնդրանքը, ոչ թե այն պատճառով, որ նրա միջոցով ներում էր Արմենին, այլ այն պատճառով, որ ճանաչեց այն քաջությունը, որն անհրաժեշտ էր սկեսրոջ համար, գալու այնտեղ խոստովանելու որդու սխալները, ում նա միշտ կուրորեն պաշտպանել էր։ Տիկին Անահիտը հետո մի բան արեց, որը Մարիանան չէր սպասում։ Նա պարանոցից հանեց հին վարդարանը, մուգ փայտյա, ժամանակից մաշված ուլունքներով։ Նա բացատրեց, որ դա ընտանեկան ժառանգություն էր, փոխանցված սերնդից սերունդ, որ միշտ պատկանում էր ամենատարեց маտրիարքին։ Բայց նա ուզում էր, որ Մարիանան այն ունենա հիմա, որպես խորհրդանիշ, որ ինքը իր դուստրը այդ ընտանիքի մաս էին կազմում, անկախ նրանից, թե ինչ կպատահի ամուսնությանը։ Մարիանան զգուշորեն բռնեց վարդարանը, զգալով մաշված ուլունքների ծանրությունը ձեռքերում։ Նա հատկապես կրոնական չէր, բայց հասկանում էր այդ ժեստի իմաստը։ Դա կամուրջ էր կառուցվում, մի ձ ասելու, որ ապագա երեխան չէր զրկվի իր ընտանեկան արմատներից, հոր սխալների պատճառով։ Նա շնորհակալություն հայտնեց, անկեղծորեն հուզված։ Տիկին Անահիտի հեռանալուց հետո Մարիանան մտածեց մարդկային հարաբերությունների բարդության մասին։ Հեշտ էր Արմենի հետ կապված բոլորին նույն դավաճանության հիասթափության խոզանակով նկարելը, բայց տիկին Անահիտը ցույց տվեց, որ մարդիկ կարող են աճել, սխալներ ընդունել, փնտրել քավություն։ Միգուցե հույս կար, որ նույնիսկ այդքան տառապանքի մեջ, ինչ-որ դրական բան կարող էր առաջանալ։ Մինչդեռ շինարարական ընկերության նրա կոռումպացված ղեկավարների շուրջ օղակը սկսեց սեղմվել։ Ռաֆայելը, Մարսելոյի դոկտոր Հենրիկի հետ միասին, պատրաստեց ամբողջական դոսիե, հավաքված բոլոր ապացույցներով։ Մարսելոն օգտագործեց իր ազդեցությունը ընկերության տնօրենների խորհրդի արտակարգ հանդիպում նշանակելու համար, որտեղ ապացույցները պաշտոնապես կներկայացվեին։
Նրանք նկապ հաստատեցին դատախազության հետ, որն արդեն առանձին հետաքննում էր ընկերությանը անանուն բողոքներից հետո։ Խորհրդի հանդիպումը նշանակված էր երկուշաբթի առավոտյան, Ռաֆայելը թույլտվություն ստացավ ներկա լինել որպես դիտորդ, պաշտոնապես այնտեղ լրագրողականորեն լուսաբանելու իրադարձությունը։ Մարիանան ուզում էր ուղեկցել նրան, չնայած հղիության վերջին փուլին։ Նա ուզում էր իր աչքերով տեսնել վերջնական առերեսումը, ուզում էր ներկա լինել, երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեր։ Հանդիպման առավոտյան նրանք պաշտոնապես հագնվեցին, տաքսիով գնացին շինարարական ընկերության շենք։ Հանդիպումների սենյակը տպավորիչ էր, մուգ փայտից հսկայական ձված սեղանով, կաշվե բազկաթոռներով ապակուց պատով, որտեղից բացվում էր տեսարան դեպի Սանա լիճ։ Խորհրդի անդամները քիչ-քիչ ժամանեցին, ոմանք արդեն իմանալով ներկայացվելիք մեղադրանքների մասին, մյուսները լիովին անտարբեր այն ամենին, ինչ սպասվում էր։ Արմենը վերջինը մտավ, ուղեկցությամբ Գաբրիելայի։ Մարիանային այնտեղ տեսնելով, նրա դեմքը գունատվեց։ Գաբրիելան, մյուս կողմից, պահպանեց ամբարտավան արտահայտություն, կարծես հղի կնոջ ներկայությունը փոքր անհարմարություն լիներ, որը շուտով կլուծվեր։ Նրանք նստեցին սեղանի հակառակ կողմում, սենյակում լարվածությունը շոշափելի էր։ Մարսելոն բացեց հանդիպումը, շնորհակալություն հայտնելով բոլորի ներկայության համար, բացատրելով իրավիճակի լրջությունը։ Նա սկսեց ներկայացնել փաստաթղթերը մեկ առ մեկ, էլեկտրոնային նամակներ ցուցադրելով մեծ էկրանին, ֆինանսական անհամապատասխանություններով աղյուսակներ ցույց տալով, բացատրելով ուրվական ընկերությունների միջոցով շեղումների սխեման։ Յուրաքանչյուր բացահայտման հետ սենյակում մթնոլորտը ավելի էր ծանրանում։ Երբ ցուցադրվեցին Արմենին ներառող էլեկտրոնային նամակները, նա փորձեց պաշտպանվել, պնդելով, որ լիովին չի հասկանում համատեքստը, որ պարզապես հետում էր վերադասի հրամաններին։ Բայց Մարսելոն պատրաստ էր, ներկայացնելով ապացույցներ, որ Արմենը ոչ միայն պասիվ մասնակից էր, այլ մեկը, ով ակտիվորեն առաջարկում էր անկանոնությունները թաքցնելու եղանակներ շահույթ էր ստանում դրանցից չհայտարարագրված բոնուսների միջոցով։ Հետո եկավ Գաբրիելայի մասին հատվածը։ Կլարան, նախկին հաշվապահը, հրավիրվեց սենյակ վկայություն տվեց։ Հաստատուն ձայնով նա բացատրեց, թե ինչպես էր Գաբրիելան ճնշում նրան, փաստաթղթերը կեղծելու համար, ինչպես էր սպառնում նրա կարիերային, երբ նա հրաժարվում էր, ինչպես ի վերջո հասավ նրան, որ նրան ազատեցին աշխատանքից, լռեցնելու համար։ Նա ներկայացրեց իր արած ձայնագրությունները, Գաբրիելայի ձայնը արձագանքեց սենյակում, սառը հաշվարկող, քննարկելով արտաքին աուդիտները մանիպուլացնելու եղանակներ։ Գաբրիելայի դեմքը վերջապես կորցրեց իր ամբարտավանությունը, փոխարինվելով աճող խուճապի արտահայտությամբ։ Նա փորձեց վիճել, բայց ապացույցներն անհերքելի էին։ Ամենաազդեցիկ բացահայտումը դեռ առջում էր։ Մարսելոն էկրանին ցուցադրեց մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք փոխանակվել էին Մարիանայի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ։ Դրանցից մեկում Գաբրիելայի մեկ այլ ղեկավարի մեջ խոսակցություն կար, որտեղ նա նշում էր, որ Արմենի հղի կինը խնդիր էր դառնում, որ նա շատ հարցեր էր տալիս, կարող էր բացահայտել այնպիսի բաներ, որոնք չպետք է։ Ղեկավարի պատասխանը ենթադրում էր, որ խնդիրները պետք է կառավարվեին, նախքան ավելի մեծ վնասներ կհասցնեին։ Մարիանայի արյունը սառեց։ Թե հստակ խոստովանություն չկար, որ նրանք պլանավորել էին հարձակումը, իմաստը այնտեղ էր, տողերի արանքում։ Ավտոկայանատեղի առերեսումը միգուցե ոչ միայն խանդի իմպուլսիվ արարք չէր, այլ ինչ-որ բան, հաշվարկված, նրան վախեցնելու կամ ավելի վատ բան անելու համար։ Ռաֆայելը, նրա կողքին նստած, ուժեղ բռնեց նրա ձեռքը, զգալով, թե ինչպես է նա դողում։ Այդ պահին խորհրդի անդամներից մեկը, ընկերության սեփական փորձառու փաստաբանը, ընդհատեց ներկայացումը։ Նա տեղեկացրեց, որ հանդիպման սկսվելուց րոպեներ առաջ պաշտոնական ծանուցում է ստացել։ Դատախազությունը հայցել էր մուտք դեպի ընկերության տարածք, հրամայել էր սառեցնել որոշ բանկային հաշիվներ, մինչ նրանք հետաքննում էին կոռուպցիայի մեղադրանքները։ Ոստիկանության երկու ներկայացուցիչներ հենց այդ պահին սպասում էին հանդիպումների սենյակից դուրս։ Լարվածությունը պայթեց։ Արմենը կտրուկ վեր կացավ, տապալելով աթոռը։ Նա փորձեց վիճել, որ այս ամենը թյուրիմացություն էր, դավադրություն, ընկերությունը ոչնչացնելու համար, բայց նրա ձայնը դողում էր քիչ համոզիչ էր։ Գաբրիելան նստած մնաց, նրա դեմքն այժմ լիովին գունատ էր, ձեռքերը սեղմում էին սեղանի եզրը, կարծես փորձում էր իրեն իրականությանը կապել։ Ոստիկանները մտան սենյակ, պաշտոնապես։ Ներկայացան, բացատրեցին, որ Արմենը, Գաբրիելան պետք է ուղեկցեն իրենց, պաշտոնական ցուցմունք տալու համար։ Նրանք այդ պահին չէին ձերբակալվում, պարզաբանեցին, բայց համարվում էին հետաքննության համար հետաքրքրություն ներկայացնող անձինք, նրանց համագործակցությունը պարտադիր էր։
Հանդիպմանը ներկա մյուս ղեկավարներին նույնպես տեղեկացվեց, որ նրանք կկանչվեն վկայություն տալու հաջորդ օրերին։ Նախքան դուրս գալը, Գաբրիելան վերջապես նայեց Մարիաննային։ Այդ հայացքում այլս ամբարտավանություն չկար, միայն բարդ արտահայտություն, որը խառնում էր զայրույթը, հուսահատությունը, միգուցե զղջման մի ակնթարթ։ Առաջին անգամ Մարիաննան նրան տեսավ ոչ թե որպես միաչափ չարագործի, այլ որպես մարդու, ով սարսափելի ընտրություններ էր կատարել, այժմ բախվում էր հետանքներին։ Երբ Արմենն անցավ նրա կողքով, նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց Մարիաննան շրջեց դեմքը։ Ոչինչ չկար, որ նա կարողանար ասել այդ պահին, որ կփոխեր ինչ-որ բան։ Այն մարդը, ում նա սիրել էր, վաղուց մահացած էր, փոխարինված այս անծանոթով, ով փողը, իշխանությունը, եսասիրական հաճույքները ընտրել էր իր կառուցած ընտանիքի փոխարեն։ Ոստիկանների, Արմենի Գաբրիելայի հետ հեռանալուց հետո հանդիպումը կարճ շարունակվեց։ Մարսելոն առաջարկեց անհապաղ դադարեցնել բոլոր կասկածելի նախագծերը վարձել անկախ արտաքին աուդիտորի, ընկերության ֆինանսները լիովին հետաքննելու համար։ Խորհրդի անդամները շոկի մեջ, բայց հասկանալով իրավիճակի լրջությունը, միաձայն հավանություն տվեցին։ Շինարարական ընկերությանը դժվար օրեր էին սպասվում, բայց փրկության հնարավորություն կար, եթե նրանք արագ թափանցիկ գործեին։ Մարիաննան, Ռաֆայելը լուռ լքեցին շենքը։ Դրսում արը պայծառ շողում էր երանի վրա, անտարբեր այն մարդկային դրամային, որը նոր էր բացահայտվել։ Մարիաննան հյուծվածության թեթության խառնուրդ զգաց։ Ճշմարտությունը վերջապես բացահայտված էր, թե դա չէր վերացնի այն ցավը, որը նա զգացել էր, ինչ-որ ազատագրող բան կար իմանալու մեջ, որ նա խելագար չէր, որ իր կասկածները հիմնավոր էին, որ արդարությունը կսկսի հաստատվել։ Հաջորդ օրերին պատմությունը պայթեց լրատվամիջոցներում։ Ռաֆայելը հրապարակեց իր հետաքննական հոդվածը, որը վերարտադրվեց թերթերում, լրատվական կայքերում ամբողջ երկրում։ Գործը դարձավ ազգային սկանդալ, կորպորատիվ կոռուպցիայի, պետական միջոցների շեղման ենթակառուցվածքային աշխատանքներում ավելի խիստ վերահսկողության անհրաժեշտության մասին բանավեճերով։ Շինարարական ընկերությունը տեսավ իր բաժնետոմսերի անկումը բորսայում, մի քանի պայմանագրեր կասեցվեցին, ընկերության ապագան անորոշ դարձավ։ Մարիաննան փորձեց հեռու մնալ մեդիա փոթորկից։ Ռաֆայելը հնարավորինս պաշտպանեց նրա գաղտնիությունը, հոդվածներում նրան անվանելով միայն որպես գործի հետ կապված անանուն աղբյուր։ Բայց անհնար էր լիովին խուսափել ուշադրությունից, հատկապես երբ նրա վրա կատարված հարձակման մանրամասները սկսեցին շրջանառվել։ Գաբրիելայի դեմ ֆիզիկական հարձակման վերաբերյալ հետաքննությունը նոր թափ ստացավ, կոռուպցիոն սխեմայում նրա մասնակցության մասին բացահայտումներով։ Նրա փաստաբանը կապ հաստատեց դոկտոր Հենրիկի հետ, առաջարկելով համաձայնություն։ Գաբրիելան պատրաստ էր լիովին համագործակցել իշխանությունների հետ, բացահայտելով այն ամենը, ինչ գիտեր շինարարական ընկերության անօրինական գործունեության մասին, փոխարենը ստանալով իր անխուսափելի պատժի կրճատում։ Դոկտոր Հենրիկը խորհրդակցեց Մարիաննայի հետ համաձայնությունը ընդունելու մասին։ Նա երկար մտածեց, նախքան պատասխանելը։ Նրա մի մասը ուզում էր, որ Գաբրիելան հնարավորինս մեծ գին վճարի իր արածի համար, ոչ միայն իրեն, այլ կոռումպացված սխեմայի բոլոր զոհերին։ Բայց մյուս մասը հասկանում էր, որ Գաբրիելայի համագործակցությունը կարող է օգնել քանդել ամբողջ ցանցը, հնարավոր է հանգեցնելով սխեմայի մեջ ներգրավված ավելի հզոր մարդկանց պատասխանատվության։ Վերջապես Մարիաննան համաձայնեց համաձայնությանը, պայմանով, որ Գաբրիելան մշտապես հեռու մնա իրենից իր դստերից։ Դոկտոր Հենրիկը բանակցեց պայմանների շուրջ, Գաբրիելան ստորագրեց, պարտավորվելով վկայություն տալ իր նախկին հանցակիցների դեմ ընդունել սահմանափակող հրաման, որն արգելում էր նրան մոտենալ Մարիաննային։ Հենց այդ բանակցություններից մեկի ժամանակ անսպասելի բան առաջացավ։ Փաստաբանների գործի մեջ ներգրավված հոգեբանների հետ խոսակցությունների միջոցով ավելին բացահայտվեց Գաբրիելայի անցյալի մասին։ Նա իսկապես մեծացել էր մանկատներում, լքված թմրամոլ մոր կողմից, երբ ընդամենը 5 տարեկան էր։ Նրան որդեգրել էին 12 տարեկանում հարուստ զույգը, բայց հարաբերությունները սառն էին գործարքային։ Որդեգիր ծնողները նրան ավելի շատ համարում էին հաջող բարեգործական նախագիծ, քան իրական դուստր։ Երբ նրանք բաժանվեցին 3 տարի անց, ոչ ոք չցանկացավ ստանձնել նրա ամբողջական խնամակալությունը, նա իր դեռահասության մնացած մասն անցկացրեց երկու տների մեջ տեղափոխվելով, միշտ իրեն անցանկալի բեռ զգալով։ Այս պատմությունը չէր արդարացնում նրա գործողությունները, բայց օգնում էր բացատրել ընտրվելու, պաշտոնական լինելու, այլ կանանց նկատմամբ հաղթելու մոլուցքային մոլուցքը, ում նա համարում էր մրցակցություն։ Գաբրիելայի համար Արմենի սիրելի սիրուհին լինելը, ստիպելը, որ նա թողնի կնոջը, կլիներ նրա արժեքի վերջնական հաստատումը, որպես անձ։
Երբ Մարիանան հայտնվեց հղի, ներկայացնելով այն ամենը, ինչ Գաբրիելան երբեք չուներ, կայուն ընտանիքը, անկեղծ սերը, մոլուցքը վերածվեց կործանարար զայրույթի։ Դա հասկանալը Մարիանային այլ հեռանկար բերեց։ Նա չներեց Գաբրիելային իր արած ընտրությունների համար, բայց կարողացավ նրան տեսնել որպես խորապես վնասված անձնավորություն, ով թույլ էր տվել, որ իր վերքերը թույնի վերածվեն։ Դա ողբերգություն էր մեկ այլ ողբերգության մեջ, ցավի շերտեր, որոնք ավելի շատ ցավ էին առաջացնում։ Մինչդեռ Արմենը նույնպես համագործակցում էր իշխանությունների հետ, թե ավելի քիչ կամավոր կերպով։ Անհերքելի ապացույցների առերեսման դեպքում նրա պաշտպանության ռազմավարությունը հերքումից փոխվեց նվազեցման։ Նա փորձեց իրեն ներկայացնել որպես զոհ մեկը, ում վերադասները ճնշել էին մասնակցելու սխեմային, բայց ապացույցները ցույց էին տալիս, որ նա զգալիորեն օգուտ էր քաղել շեղումներից։ Մարիանան այժմ գրեթե 9 ամսական հղի էր, նրա ամբողջ առաջնահերթությունը դստեր Գալուստին պատրաստվելն էր։ Տիկին Անահիտի օգնությամբ, ով կանոնավոր այցելում էր զարմանալիորեն կայուն աջակցություն էր ցուցաբերում, նա ամբողջական սենյակ կահավորեց Ռաֆայելի բնակարանում։ Նրանք գնեցին սպիտակ մանկական մահճակալ, պատերը զարդարեցին աստղերի լուսնի պիտակներով, մանրակրկիտ դասավորեցին բոլոր անհրաժեշտ մանկական հագուստները, տակտիրները։ Մի կեսօրին, մինչ նա ծալում էր մանրիկ հագուստներ, Մարիանան զգաց առաջին կծկումները։ Դրանք թույլ էին ընդհատվող, բայց անսխալական։ Ռաֆայելը, ով տանն էր, աշխատելով իր նոթբուքով, անմիջապես կազմակերպված խուճապի մեջ ընկավ։ Նա վերցրեց արդեն պատրաստված ճամպրուկը, տաքսի կանչեց, զանգահարեց դոկտոր Հելենային, տեղեկացնելով, որ նրանք հիվանդանոց են գնում։ Ծննդաբերությունը երկար էր, 17 ժամ ավելի ու ավելի ուժեղացող կծկումներ, վերահսկվող շնչառություն, Ռաֆայելը տիկին Անահիտը հերթով նրա կողքին, քաջալերական խոսքեր առաջարկելով։ Այդ պահին էպիդուրալ անզգայացում հասանելի չէր, ուստի Մարիանան ցավի յուրաքանչյուր ալիքին դիմակայեց աճող վճռականությամբ, հիշելով, որ ամեն ինչի վերջում նա կգրկի իր դստերը։ Երբ վերջապես երեխան ծնվեց, ուժեղ առողջ լացով, որը լցրեց ծննդատան սենյակը, Մարիանան հյուծվածությունից, մաքուր ուրախությունից, արցունքներից փլվեց։ Բուժքույրը երեխային դրեց նրա գրկին, դեռ ծածկված պաշտպանիչ շերտով, փակ աչքերով, փոքրիկ մատիկները բացվում փակվում էին։ Նա կատարյալ էր, բացարձակապես կատարյալ, 3 կիլոգրամ 200 գրամ մաքուր ապագայի խոստում։ Նա իր դստերը տվեց Հելենա անունը, ի պատիվ այն բժշկի, ով նրան աջակցել էր այդքան դժվար պահերին։ Հելենա Սոֆիա, ամբողջական անունը, Սոֆիան, մայրական տատիկի անունը, ում Մարիանան կորցրել էր վթարի հետանքով 5 տարի առաջ։ Դա միծ էր, դստերը կապելու ընտանեկան արմատների հետ, հարգելու նրանց, ովքեր եկել էին նախքան նրան, տոնելով նոր սկիզբը։ Ռաֆայելը թոռնուհուն բռնեց արցունքներով աչքերում, զարմացած այդքան փոքրիկ փխրուն էակով։ Տիկին Անահիտին, ով դրսում էր սպասում, թույլատրվեց ներս մտնել, առաջին անգամ տեսնելով թոռնուհուն, նա բացահայտ լաց եղավ, մեկ անգամ ներողություն խնդրելով այն ամենի համար, ինչ Մարիանան անցել էր, խոստանալով լինել լավագույն տատիկը, որը նա կարող էր լինել։ Արմենը հաղորդագրություններ ուղարկեց, այցելելու խնդրանքով, բայց Մարիանան մերժեց։ Նա պատրաստ չէր նրան այնտեղ ունենալու, ոչ այդ սուրբ պահին։ Նա վերջապես իրավունք կունենար ճանաչելու դստերը, քանի որ նա կենսաբանական հայրն էր, բայց դա կկատարվեր նրա պայմաններով, երբ նա հուզականորեն պատրաստ լիներ բոլոր անհրաժեշտ իրավական պաշտպանությունները գործի մեջ լինեին։ Հաջորդ օրերին հիվանդանոցում Մարիանան սուզվեց մայր լինելու փորձի մեջ։ Նա սովորեց կերակրել, տակտիրներ փոխել, Հելենայի տարբեր տեսակի լացերը մեկնաբանել։ Դա հյուծիչ էր, երբեմն սարսափելի, բայց նա խորապես բավարարող։ Ամեն անգամ, երբ նա նայում էր դստեր փոքրիկ դեմքին, նա տեսնում էր ոչ թե իր ձախողված ամուսնության ավարտը, այլ նոր թանկարժեք բանի սկիզբը։ 1 տարի էր անցել հիվանդանոցում անցկացրած այդ փոխակերպող գիշերվանից։ Մարիանան արթնացավ առավոտյան արի առաջին ճառագայթներից, որոնք ներս էին թափանցում այն բնակարանի պատուհանից, որն այժմ իրեն էր անվանում, կենտրոնում գտնվող հարմարավետ տարածք, որը նա կարողացել էր վարձել Արմենի կողմից վճարվելիք ալիմենտի ծնողներից ստացած փոքր ժառանգության օգնությամբ, որը նա վերջապես որոշել էր օգտագործել։ Տեղը մեծ չէր, բայց ուներ 2 սենյակ, մասնակի ծովի տեսարանով պատշգամբ, ամենակարևորը դա իրենն էր, տարածք, որտեղ նա կառուցում էր իր նոր կյանքը։ Հելենան հանգիստ քնած էր մահճակալի կողքի օրորոցում, արձակելով այն մեղմ ձայները, որոնք երեխաներն անում են երազելիս։ 1 տարեկան հասակում նա առողջ էներգիայով լի երեխա էր, շագանակագույն մազերով, որոնք սկսում էին գանգրացնել, արտահայտիչ աչքերով, որոնք կարծես անսահման հետաքրքրությամբ էին կլանում շրջակա ամեն ինչ։
Մարիանան զգուշորեն վեր կացավ, նրան չարթնացնելու համար գնաց խոհանոց, սուրճ պատրաստելու։ Դա մարտի հանգիստ շաբաթ էր, քաղաքը սկսում էր պատրաստվել զատիկին։ Բաց պատուհաններից Մարիանան կարող էր լսել մոտակա եկեղեցու զանգերի հեռու ձայնը, հավատացյալներին հիշեցնելով առավոտյան պատարագի մասին։ Այդ ձայներում ինչ-որ մխիթարական բան կար, շարունակականության համայնքի զգացում, որը ստիպում էր նրան իրեն զգալ ավելի մեծ բանի մաս, քան իր անձնական մարտահրավերները։ Մինչ նա սպասում էր, որ սուրճը եփվի, մտածեց, թե որքան էր փոխվել իր կյանքը այդ տարվա ընթացքում։ Հելենայի ծնվելուց հետո առաջին ամիսները լարված էին, սովորելով հավասարակշռել նորածնի կարիքները ընթացիկ իրավական ընթացակարգերի ապրած տրավմայի սեփական հուզական վերականգնման հետ։ Կային անքուն գիշերներ, կասկածի պահեր իր ունակության վերաբերյալ, ամեն ինչ մենակ անելու, բայց նա ուժի ամենօրյա բացահայտումներ, որոնք նա չգիտեր, որ ուներ։ Ռաֆայելը շարունակում էր լինել նրա ապահով նավահանգիստը, կանոնավոր այցելելով, օգնելով Հելենայի հետ, երբ նրան անհրաժեշտ էր, լինելով սիրող ներկա քեռին, ում արժանի էր զարմուհին։ Տիկին Անահիտը նույնպես դարձել էր նրա աջակցության ցանցի էական մասը, շաբաթը 2 անգամ գալով, ժամանակ անցկացնելու թոռնուհու հետ, տնական ուտելիք բերելով իմաստություն առաջարկելով նրանցից, ովքեր արդեն երեխաներ էին դաստիարակել։ Նրանց միջ հարաբերությունները հեռավոր պաշտոնականությունից վերածվել էին անկեղծ բարեկամության, կառուցված փոխադարձ հարգանքի Հելենայի հանդեպ ընդհանուր սիրո վրա։ Ինչ վերաբերում է Արմենին, հարաբերությունները մնում էին բարդ, բայց ֆունկցիոնալ։ Ամիսներ շարունակ փաստաբանների միջոցով բանակցություններից հետո նրանք այցելության համաձայնություն կնքեցին։ Արմենը տեսնում էր Հելենային շաբաթը մեկ անգամ, առաջին ամիսներին միշտ վերահսկվող, աստիճանաբար այդ այցելությունները դարձան ավելի ինքնավար, քանի որ նա ցույց էր տալիս պատասխանատու հայր լինելու ունակություն։ Մարիանան չէր կարողանում նրան լիովին ներել իր արածի համար, միգուցե երբեք էլ չկարողանար, բայց սովորել էր բաժանել իրեն դավաճանած ամուսնուն այն հորից, ում արժանի էր Հելենան ունենալ, թեկուզ անկատար։ Արմենը զգալի հետանքների էր բախվել իր գործողությունների համար։ Շինարարական ընկերությունում կոռուպցիայի հետ կապված իրավական գործընթացը հանգեցրեց այլընտրանքային պատժի, ներառյալ համայնքային ծառայություններ մասնագիտական սահմանափակումներ։ Նա կորցրեց իր պաշտոնը ընկերությունում, որը վերջապես վաճառվեց նոր ներդրողներին, ամբողջական վերակազմավորումից հետո։ Նա ստիպված էր վաճառել Արաբգիրի բնակարանը, տուգանքներ արդարադատության կողմից հրամայված փոխհատուցման մի մասը վճարելու համար։ Այժմ նա աշխատում էր որպես անկախ խորհրդատու, դանդաղ վերականգնելով իր հեղինակությունը, ըստ իր հազվադեպ էլեկտրոնային նամակների Մարիանային, նա թերապիայի էր մասնակցում, հասկանալու համար, թե ինչպես էր հասել ոչնչացման այդ կետին։ Գաբրիելան այլ ճակատագիր ունեցավ։ Նրա համագործակցությունը իշխանությունների հետ հանգեցրեց պատժի կրճատման, բայց նա դեռ բախվեց իրավական հետանքների, Մարիանայի վրա հարձակման կոռուպցիոն սխեմայում իր մասնակցության համար։ Նա 1 տարի անցկացրեց տնային կալանքում, որին հաջորդեցին լայնածավալ համայնքային ծառայություններ։ Ըստ այն տեղեկությունների, որոնք Մարիանան ստացել էր դոկտոր Հենրիկի միջոցով, նա ինտենսիվ թերապիայի էր մասնակցում, աշխատելով հասկանալու բուժելու լքվածության տրավմաները, որոնք ձավորել էին նրա կործանարար ընտրությունները։ Նա խստորեն հեռու էր մնում Մարիանայից Հելենայից, հարգելով սահմանափակող հրամանը, ակնհայտորեն փորձում էր իր կյանքը վերակառուցել ավելի առողջ կերպով։ Շինարարական ընկերությունը, ամբողջական հետաքննությունից կոռումպացված ղեկավարների հեռացումից հետո, կարողացավ գոյատել նոր ղեկավարության ներքո։ Մարսելո Տավարեսը ավելի ակտիվ դեր ստանձնեց խորհրդում, ապահովելով թափանցիկություն ներդնելով խիստ վերահսկողություն, ապագա շեղումները կանխելու համար։ Ընկերությունը բախվեց դատական գործընթացների, ստիպված էր զգալի փոխհատուցումներ կատարել, բայց խուսափեց ամբողջական սնանկությունից, կարողացավ պահպանել իր որոշ ազնիվ աշխատակիցների աշխատանքը։ Մարիանան վերսկսել էր իր սեփական կարիերան։ Ամուսնանալուց առաջ նա աշխատում էր որպես գրաֆիկական դիզայներ, բայց թողել էր աշխատանքը հղիանալուց հետո, պլանավորելով լինել լրիվ դրույքով մայր Հելենայի առաջին տարում։ Այժմ, երբ դուստրը մի փոքր ավելի անկախ էր հաստատված առօրյայում, նա սկսել էր ֆրիլանս նախագծեր ընդունել, տնից աշխատելով, մինչ Հելենան քնած էր կամ տատիկի հետ էր։ Ազատագրող էր վերագտնել իրենց այդ մասը, ստեղծագործ պրոֆեսիոնալին, ով գոյություն ուներ դավաճանված կնոջ մենակ մոր դերերից բացի։ Այդ կոնկրետ առավոտյան, մինչ նա սուրճ էր խմում պատշգամբում, դիտելով, թե ինչպես է Հելենան խաղում իր խաղալիքներով հյուրասենյակի գորգի վրա, դրան զանգը հնչեց։ Դա Մարսելո Տավարեսն էր, ով խնդրել էր այցելել նրան։ Մարիանան նրան հրավիրեց ներս, ավելի շատ սուրճ պատրաստելով, մինչ նա նստում էր ողջունում Հելենային, ով նրան նայում էր երեխայի հետաքրքրությամբ։
Մարսելոն նորություններ էր բերել։ Շինարարական ընկերության գործի վերջնական դատավարությունն ավարտվել էր նախորդ շաբաթ։ Բոլոր ներգրավվածները պաշտոնապես դատապարտվել էին կամ արդարացվել, ըստ ապացույցների։ Արմենը ընդունել էր իր պատիժը, ինչպես այլ ղեկավարներ։ Ավելի կարևոր է, որ դատախազությունը կարողացել էր վերականգնել շեղված միջոցների զգալի մասը, որոնք կվերադարձվեին պետական բյուջե մասամբ կօգտագործվեին սխեմայի անուղղակի զոհերին, ներառյալ փոքր մատակարարներին, ովքեր վնասվել էին, փոխհատուցելու համար։ Որպես այդ փոխհատուցման մաս, բացատրեց Մարսելոն, Մարիանայի համար ֆինանսական փոխհատուցում էր հաստատվել։ Դա կարողություն չէր, բայց զգալի գումար էր, որը ճանաչում էր այն տառապանքը, որը նա կրել էր, կարող էր օգնել ապահովել ավելի կայուն ապագա իր Հելենայի համար։ Մարսելոն նրան մի ծրար տվեց պաշտոնական փաստաթղթերով։ Մարիանան բռնեց ծրարը, զգալով դրա ֆիզիկական խորհրդանշական ծանրությունը ձեռքերում։ Դա փողի մասին չէր, երբեք էլ չի եղել։ Դա արդարության մասին էր, այն ճանաչման մասին, որ այն, ինչ տեղի էր ունեցել նրա հետ, սխալ էր, որ նա զոհ էր, ով արժանի էր փոխհատուցման։ Նա շնորհակալություն հայտնեց Մարսելոյին ոչ միայն նորության համար, այլ այն ամենի համար, ինչ նա արել էր, այն քաջության համար, որ նա ցույց էր տվել, բացահայտելով կոռուպցիան, նույնիսկ իմանալով, որ դա կարճաժամկետում կվնասի իր սեփական ներդրումներին։ Մարսելոն ժպտաց, ասելով, որ ճիշտ բան անելը միշտ չէ, որ հեշտ է, բայց միշտ արժե դա վերջում։ Նա մի քանի րոպե մնաց, խաղալով Հելենայի հետ, ով հիացած էր իր գունավոր փողկապով, նախքան հրաժեշտ տալը Մարիանային իր մտքերի հետ թողնելը։ Այդ կեսօրին Մարիանան որոշեց քայլել լողափի երկայնքով, Հելենայի հետ մանկասայլակում։ Լողափը մարդաշատ էր, ընտանիքներով, ովքեր վայելում էին հանգստյան օրերը, երեխաներով, ովքեր ավազե ամրոցներ էին կառուցում, զույգերով, ովքեր ձեռք-ձեռքի տված քայլում էին։ Ծովը հանգիստ էր, արտացոլելով բաց կապույտ երկինքը, մեղմ քամի կար, որը բերում էր աղի կյանքի հոտը։ Մինչ նա քայլում էր, Մարիանան մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր վերջին 1.5 տարվա ընթացքում։ Դավաճանությունը, հարձակումը, կոռուպցիայի բացահայտումը, Հելենայի ծնունդը, իր կյանքի վերակառուցումը։ Դրանք ամենադժվար ամիսներն էին, որ նա երբե բախվել էր, պահեր, երբ նա կասկածում էր իր հաղթահարելու ունակությանը, գիշերներ, երբ նա լաց էր լինում, մտածելով, որ երբեք այլս երջանիկ չի լինի։ Բայց ահա նա էր, քայլում էր Երանի արի տակ, իր առողջ երջանիկ դստեր հետ, ընկերների ընտանիքի հետ, ովքեր աջակցում էին նրան վերածնվող կարիերայով այժմ ֆինանսական անվտանգությամբ, ապագան պլանավորելու համար։ Դա այն կյանքը չէր, որը նա պատկերացրել էր, երբ ամուսնացել էր Արմենի հետ, լի հույսերով, երազանքներով, բայց դա լավ կյանք էր, մի կյանք, որը նա կառուցել էր իր սեփական ձեռքերով նախորդի ավերակներից։ Մարիանան հիմնարար բան նկատեց այդ քայլվածքի ժամանակ։ Ներումը չէր նշանակում մոռանալ կամ ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել, այլ ազատվել զայրույթի ցավի անվերջ գրելու բեռից։ Նա ներել էր ոչ թե Արմենի, ոչ էլ Գաբրիելայի համար, այլ իր համար, առաջ շարժվելու համար, առանց մշտապես սահմանվելու այն ամենավատ բաներով, որոնք արել էին նրան։ Այդ գիշեր, Հելենային քնեցնելուց հետո, մեղմորեն երգելով մի օրորոցային, որը սովոր էր երգել իր մայրը, Մարիանան նստեց պատշգամբում, տիկին Անահիտի տված վարդարանով։ Նա չէր աղոթում ավանդական իմաստով, դա այդպես չէր, ինչպես նա կապվում էր հոգորության հետ, բայց նա բռնեց մաշված ուլունքները, մտածեց երախտագիտության մասին։ Նա երախտապարտ էր, որ գոյատել էր այդ սարսափելի տարին։ Երախտապարտ էր, որ Հելենան առողջ էր։ Երախտապարտ էր Ռաֆայելի, տիկին Անահիտի, դոկտոր Հենրիկի, Մարսելոյի, բոլոր այն մարդկանց համար, ովքեր հայտնվել էին իր ճանապարհին, աջակցություն առաջարկելով, երբ նա ամենից շատ էր կարիք ունենում։ Երախտապարտ էր նույնիսկ ցավի համար, քանի որ դրա միջոցով նա հայտնաբերեց, թե որքան ուժեղ էր իրականում։ Նա մի փոքր մոմ վառեց, որը պահում էր պատշգամբում, մի սովորություն, որը նա վերջերս էր զարգացրել։ Նա դիտեց, թե ինչպես է բոցը մեղմորեն պարում գիշերային քամու մեջ, փոքր, բայց համառ, լուսավորելով շրջակա տարածքը։ Դա տեսողական հիշեցում էր, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ լույս կա, միշտ հույս կա, միշտ վերսկսելու հնարավորություն կա։ Հեռախոսը թրթռաց հաղորդագրությունից։ Դա Ռաֆայելն էր, հարցնելով, թե արդյոք ինքը Հելենան կցանկանային կիրակի օրը ճաշել իր հետ։ Նա ժպտաց պատասխանեց, որ այո, նրանք շատ կցանկանային։ Ահա թե ինչից էր կազմված նրա նոր կյանքը, կապի այդ փոքրիկ պահերից, այդ պարզ առօրյաներից, որոնք կառուցում էին, աղյուս առ աղյուս, իմաստալից գոյություն։ Մարիանան նայեց Երանի գիշերային երկնքին, որտեղ աստղերը սկսում էին հայտնվել քաղաքի լույսերի մեջ։
Նա մտածեց Հելենայի մասին, ով հանգիստ քնած էր հարան սենյակում, բոլոր առաջին անգամների մասին, որոնք դեռ կտեսներ, առաջին քայլերը, առաջին բառերը, դպրոցի առաջին օրերը, մայրության բոլոր ուրախություններն ու մարտահրավերները, որոնք դեռ առջում էին։ Առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա վախ չզգաց ապագայից։ Նա հետաքրքրություն, սպասում, նույնիսկ էնտուզիազմ զգաց։ Քանի որ այժմ նա գիտեր, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, նա կարող էր դիմակայել։ Նա գոյատել էր փոթորկին, այդ ընթացքում հայտնաբերել էր, որ ավելի ուժեղ էր, ավելի դիմացկուն, ավելի ամբողջական, քան երբևէ պատկերացրել էր։ Մոմի բոցը թրթռաց, բայց չմարեց, շարունակելով մեղմորեն փայլել երանի գիշերում։ Եվ Մարիանան ժպտաց, քանի որ հասկացավ, որ այդ փոքրիկ լույսը հենց ինքն էր, համառելով, փայլելով, հրաժարվելով մարել դժվարությունների կողմից։ Նա գտել էր իր ճանապարհը դեպի լույսը, այս անգամ դա լույս էր, որը գալիս էր ներսից, անսասան հավերժ իրենը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիանայի պատմությունը մի կնոջ, ով ուժ գտավ այնտեղ, որտեղ թվում էր, թե ոչինչ չկար, դիպել է ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենացավալի իրավիճակներում միշտ կա վերակառուցման հնարավորություն, որ լույսը միշտ ճանապարհ է գտնում վերադառնալու, հատկապես, երբ այն գալիս է մեր ներսից։ Եթե այս պատմությունը ձեզ հետ արձագանքեց, հրավիրում ենք ձեզ բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու ավելի շատ պատմությունների, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, այն արտասովոր կարողությունը, որ բոլորս ունենք դժվարությունները հաղթահարելու համար։ Դրեք լայք, եթե Մարիանան ոգեշնչեց ձեզ, մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես այս պատմությունը ձեզ զգացնել տվեց։ Ամեն օր մենք բերում ենք եզակի պատմություններ, որոնք փառաբանում են մարդկային դիմացկունությունը։ Ձեր մասնակցությունը սնուցում է մեր համայնքը, մոտիվացնում է մեզ շարունակել պատմել այս պատմությունները, որոնք պետք է լսվեն։ Մինչ հաջորդ հուզական ճամփորդությունը, որը մենք հատուկ պատրաստել ենք ձեզ համար։